Շիզոֆրենիա, անձի սահմանային խախտում, տագնապային խանգարումներ։ Նենց ենք անում, որ հիվանդները մտածեն, որ մենք իրանց հիվանդի պես չենք վերաբերվում։ Բայց ինձ պիտի օգնես։ Մարդը, որ մեքենայի տակ ես գցել աղջիկ ունի։ Աղջիկը լրագրող է։ Դե դու չես ուզում կտրվես իրականությունից, իսկ ես ուզում եմ։ Հերդ ուզում է քեզ օգնի։ Հերս չի կարա ինձ օգնի։ Քո պատկերացումներում երեխան խնդիրը։ Կարող է դու ես գժվել։ Նրան փակել է պետք։ Ես մեղավոր եմ շատ։ Որ քեզ երեխա այդտեղ դրեցի։ Որ քեզ բռնի ինչ ես անում։ Դուք ուղղակի ձեր տղային եք պաշտպանում։ Անտանելի ակարոտել մեկ կինում չես հիշում։ Լալա ջան, խզարի։ Ընդհանրապես չեմ հասկանում Վահագնը ինչա խոսում։ Կտակը ինձ հասավ։ Բա։ Արա իմ ժամանակից ես խլում։ Սևական խաղ ես խաղում։ Ու սևականը սխալ չհասկանաք էլի։ Շատ Օբամա խոսած։ Всё, կարմի է։ Իմիջայլով սեղանի շուրջ 2 աղջիկ 3 տղա են, համարյա full house գա։ Գիտենք որ դուք հեքիաթներ եք պատմում, Ժաննա։ Այո։ Քաղաքականությամբ եք զբաղվում։ Կապի մեջ ես մակ։ Կվարեմ նաև կարճ փաստեր Մկոքի Բաբչյանի մասին հաղորդաշարը։ Գարիկ Սեփխանյան, տաք գլխով ոչինչ չի անում, չի հանդուրժում ստախոսներին և նրանց միանգամից հեռացնում է շրջապատից։ Մկրտիչ Քեբաբչյան, Սոչիից Օմսկ համամիութենական ճանաչում ունի, նույնիսկ մագնիսի համար գումար չեն վերցնում։ Առաջին հոնորարը 25,000 դրամ է եղել։ Վահագն Խաչատրյան, իրեն կոնֆլիկտային դերասան չի համարում, խոստովանում է, Վարոսի կերպարից հետո երկար ժամանակ իրեն առաջարկում են միայն մունատ և ճխճխ կերպարներ։ Ժաննա Հովակիմյան, սիրում է տարբեր ժողովուրդների ազգային հեքիաթներ կարդալ, հայկականից մինչև էստոնական ու շվեդական։ Լալա Խաչիկյան, Լալայի երկրպագուները նրան մշտապես կարող էին կոնսերվատորիայի հարևանությամբ տեսնել, իհարկե բիլբորդների վրա։ Սեր բառի հոմանիշներ է համարում խաղաղությունն ու ծովը։ Համոադիա, հայկական ռեպի ռահվիրաներից, նախակարապետներից, հիմնադիրներից, առաջնորդներից և այլն։ Հոգեբանը համոյին ասել է, որ դատելով ձեռագրից ինքը չափազանց դաստիարակված է։ Ռաֆ Հարությունյան, սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական կոլեջում և չի բացառում, որ մի օր իրեն կարող են տեխնիկի կամ էլեկտրիկի մասնագիտությամբ տեսնել։ Իլենա Ավետիքյան, Իլոնա չէ, Միլենա չէ, Իլենա, յուրահատուկ անունը մայրիկի պատվին է, որի անունը սակայն Իլենա չէ։
Բարի երեկո, բարի գալուստ մաֆիադոր։ Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, ինչու եմ ես այսպիսի տեսքով, ասեմ, որ ինձ մոտ նույնպես այդ հարցը առաջանում է։ Ինձ մոտ էլ է հարճարած։ Ուղղակի այն նկարանումից եմ գալիս։ Չեմ ասեմ փոքր։ Ինձ մոտ էլ է հարճարած։ Ինչ հակա։ Ինչ եմ ես այս տեսքով։ Դու միշտ ես այդ տեսքով, որտեղ դու ապրում ես Մարաշում։ Ոնց է ձեր դրամատրությունը։ Սուպեր։ Դիտել եք մաֆիադոր հաղորդումը, Այո։ ընդհանրապես։ Վարդան, ինչպես եք, ակնոց հետևից չի զգացում ձեր ուրախությունը։ Ճիշտ ասած աչքերս մի քիչ կարմիր է դրա համար։ Ոչինչ։ Փախանցագին հայացք չունենալու համար Ախենալու տեսքը մի փոքր կարող է ձեզ օգնել մեր խաղում։ Ասեմ, որ մենք նկարանում ենք նոր գեղարվեստական ֆիլմ Տաշիր Արենայում, նկարանում ենք Monk 3 YouTube-յան ալիքի համար։ Դուք հանդիսանում եք մեր նոր գեղարվեստական ֆիլմի դերակատարները։ Ես հանդիսանում եմ այդ գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը, գցենք։ Շուտով մենք իմանանք, թե դուք կոնկրետ ինչ դեր եք ունենալու մեր մաֆիադորի ժամանակ, բայց այս պահին պետք է մի փոքր ծանոթանանք ձեզ հետ, հասկանանք, թե դուք ինչ կերպարներով եք եկել։ Լալա ջան, 30 վայրկյան ունեք, պատմեք ձեր մասին, ասեք, թե ինչ կերպարով եք եկել, որտեղից եք եկել։ Իմիջիալ հիշեցնեմ, որ Լալան հետևորդ է։ Monk 3 YouTube-յան ալիքի հետևորդներից մեկն է։ Մենք մեր խոստումը պահել ենք, մեր հետևորդները կարող են գալ, սիրված աստղերի հետ մասնակցել մաֆիադոր խաղին։ Չի սկսել, չէ՞, րոպեներս։ Ես ձեր փոխանեն խոսացի։ Շնորհակալություն Դանիկ։ Լալա ջան 30 վայրկյան ունեք, պատմեք ձեր մասին։ Ես Կարոլինան եմ, եկել եմ Տեխասից, ծպտված եմ եկել եմ Once Upon a Time Hollywood-ից, եկել եմ Brad Pitt-ի հետ թաքնված, տեղափոխում էինք ձիու վրա լիքը ադամանդներ։ Հիմա ես շորերս փոխել եմ, որ ոչ մեկ չբացահայտի ինձ, էլի։ Այդքանը։ Հա, իդեպ ձեզ ոնց դիմենք Asterix, Obelix, հաղորդավար, ոնց Լևոն։ Հա։ Ոնց ուզում եք։ Չէ դիտարկել է տարբեր։ Գարիկ ջան, դուք ճիշտ է, ներկայացնելու կարիք չկա, բայց կարող է ձեր կերպարի հետ կապված բաներ ունեք ասել։ 30 վայրկյան ունեք։ Կերպարի հետ կապված գիտեմ, որ տենց գաղութային անձնավորություն է։ Գաղութային։ Ունեք դες մտածել եմ, որ Zillion Emilia այդ ֆիլմի N7-ը։ Բարիս է իմաստը։ Այո, բարիս է, այո։ Ես գաղութ ասեմ մի փոքր ուրիշ բան հասկացա։ Մանավանդ գալական ժամանակներից եմ եկել, մեր ժամանակ գաղութը լրիվ ուրիշ բան։ Հա։ Ձեր ժամանակ գաղութը կարող է Աֆրիկան լինել։ Աֆրիկան կարող է լինել։ Դա սևա Աֆրիկան չվատ բան ենք խոսում։ Շնորհակալություն։ Վահագն 30 վայրկյան, Վահագնը, չէ՞ ճիշտ։ Այո, Վահագն։ Վահագն։ Դե խնդրեմ 30 վայրկյան։ Ես Brad Pitt-ի հետ չեմ եկել, կատեգորիկ։ Զբաղված էր։ Զբաղված էր Ջոլի հետ այդ։ Խնդրեմ հիշացնեք։ Կարոլինայի հետ էր գալիս Brad Pitt-ը։ Ես Ջոլիին ընտրեցի, իրար հետ էլի։ Մենք այս անգամ նավով ենք եկել, որը լցված էր ինչերով էր լցված։ Ինչով կարաս օգնես ինձ համ, ինչով կարա լցված լինել։ Մարդկանցով։ Այդ հոմուզի նեղուցի պահերով է։ Հասկացա։ Միգուցե հենց դուք էլ լուծեք այդ հարցը, հա։ Հուսանք։ Ռաֆը 2 ֆեյով անպայման իմիջայլով։ Շշած է։ Ես 30 վայրկյան եմ։ շնորհակալություն, ես Ալֆրեդո Ջեյմս Պաչինոյի նույն Ալ Պաչինոյի քրոջ թոռն եմ։ Այստեղ եկել եմ Նյու Յորքից, մասնագիտությամբ դեռ չեմ կողմնորոշվել կամ երգիչ եմ կամ դերասան։ Մեկ-մեկ դες բլոգերություն եմ անում։ Այսօրվա ֆիլմին էլ զուտ ռեժիսորը զանգեց կանչեց, ասաց, հենց աջաբ սանդալոտ բան եք նկարում, կարող է գաց ասեց սիրով։ Այսքանը։ Այո, նա դիտարկելը քեզ այդ կերպարի համար հաշվենք առը քո մազերը։ Աջակցանալ դեպքում է։ Մկրտիչ մաքսիմալ չսազող կերպարին անուն։ Ես Արտաշեսն եմ։ Հայ տղա եմ։ Չերես Մեքսիկա ուզում եմ հայ Ամերիկա։ Այդտենց այդ հայ ախպերը ասեց, այս բան պետք է անենք։ Մոտս լրված եմ Մեքսիկայում։ Այդտեղ անիմատոր եմ աշխատում։ Հասկացա։ Հնդկացու դուբլյոր։ Երեխեքի ծնունդ բան եմ այդ մուրախացնում, մինչև կանալը բացվի, անցնեմ այդամ լոս։ Այդենը հետ կգա, չէ՞։ Այո։ Շնորհակալություն։ Ժաննա 2 նյով էլի։ Ժաննա։
Ձեր հա չէ, դու չէ կապ։ Նայեցեք Ջաննայի ձեր 30 վայրկյանը մի հատ հարցով խլեմ էլի։ Այսինքն հիմա մենք բոլորին իրենց կերպարային անուններով պիտի դիմենք։ Ոնց ուզում եք դիմեք։ Անես դիմի, հետո կռիվ չդառնա։ Կարաս անունով էլ դիմես։ Միջած անունը չգիտես, վերևը գրած է մկո։ Ժաննա ջան, խնդրեմ 30 վայրկյան։ Ես Ժաննան եմ, Բարբի։ Ծնվել եմ 1959 թվականին, ինչպես տեսնում եք, այո, որովհետև բարբիները միշտ երիտասարդ են մնում։ Ես ապրում եմ տարբեր երկրներում, կարող եմ հանկարծակի հայտնվել որևիցե մի վայրում, ինձ շատ սիրում են թե փոքրերը, թե մեծերը, եւ ես միշտ սեր եմ տարածում որտեղ որ լինում եմ, այսօր էլ հայտնվել եմ այստեղ Հայաստանում։ Շնորհակալություն։ Մենք գիտենք, որ դուք հեքիաթներ եք պատմում, Ժաննա։ Այո։ Դա դες փոքրերը երևի ավելի շատ են սիրում։ Եվ մեծերը եւ փոքրերը։ Հեքիաթը տարիք չունի։ Պատրաստում են։ Հասկացա, շնորհակալություն։ Համբերտ, դուք եք 59 թվականին ծնված Բարբի։ Ոչ։ Իմ կերպարը Training Day, Denzel Washington-ի կերպարն է։ Այո։ Այդ դերի համար ստացել եմ Օսկար։ Լավ չեմ խաղում մաֆիա։ Բայց լավ խաղում եք ձեր դերը։ Այո։ Նոր եք դնել ձեր ակնոցը։ Ոչ։ Ասկա իստրատուղակի ուզում եք ցույց արել։ Շուտես։ Դե շատ փայլուն է երևում, դա ոսկի։ Շնորհակալ եմ։ Լավ խնամված ակնոցներ։ 59 թվականի լավ խնամված։ Բարբի ակնոց է։ Իլենա ջան։ Այո, ես Իլենա Ռոզն եմ։ Խնդրում եմ սկզբում ասեք ձեր անվան գաղտնիքը։ Իլենա։ Այդ անունը հասկացա, գաղտնիքը։ Առանց մայրի Իլենա։ Մայրիկիս անունը Ինեսա է, եւ այդպես բառարանից նմանատիպ անուն է փորձել գտնել։ Շնորհակալ եմ։ Ռաֆի, հանգստացեք։ Ռաֆի չէ, Ռաֆ։ Ես ուզում եմ Ռաֆի ասեմ։ Լավ գոջի։ Շարունակեք։ Անունս թույլ է տալիս կերպարային հենց դարձնել։ Ես Իլենա Ռոզն եմ, Լաս Վեգասից։ Կարոլինը ինձ հարցրեց հարուստի կին եք երևի, ես ուղղեցի հենց հարուստ կինն եմ Լաս Վեգասից։ Մի բացահայտեք ձեր գաղտնիքը։ Բանալը Կարոլին ադամաններ գողանում ես բաներով եք բաղում։ Դրա համար էր հարցնում։ Գիշերը ցանկերիմանություն լսեք ձիուձայն, իմացեք Կարոլինան եկել է ձեր ադամանների։ Բայց Բրեդ Պիտի հետ է, կարակ լավ մտածեք։ Լավ, այս պահի ժամանակն է որոշենք, թե ինչպես է լինելու մեր ֆիլմի անվանումը։ Անուն պետք է որոշենք ֆիլմի համար։ Գարի ջան, որպես պրոֆեսիոնալ սցենարիստ, պրոդյուսեր, մարդ, որը զբաղվում է ֆիլմերով։ Դե հաշվի առնելով որ շատ խառն ենք, շատ խառը սաստավ է, այս Աջաբ Սանդալ կասեի ֆիլմի անունը։ Ես առաջարկեմ, եթե դեմ չեք։ Ասացին տան։ Լինի Արտաշեսի երազը։ Արտաշեսի երազը։ Երազանքը։ Երազը։ Այս սերիալ չէ, ֆիլմ է։ Ճանաչելով մտածիչին իր երազը հենց սենց է։ Ես հենց այս կերպարով կարող եք համաձայնել։ Ասեք Աջաբ Սանդալ թե Արտաշեսի երազը։ Իսկ Աջաբ Սանդալ Արտաշեսի։ Կարանք ասենք Աջաբ Սանդալ Արտաշեսի երազը։ Ջրաչափի թվերը կարող։ Ջրաչափի թվերը լավն է։ Եվ Արտաշեսի երազը։ Բայց ինքը մի 16 սերիալանոց ստացա։ Եկեք դեմոկրատ կերպով քվեարկենք։ Ով է կողմ Արտաշեսի երազը ֆիլմի անվանմանը։ 1 2 3 4 Ահա Չեղավ։ Ով է կողմ Աջաբ Սանդալ։ Դու ես Աջաբ Սանդալը։ Ես միշտ լավագույն տարբերակն եմ ընտրում։ Հասկացա։ Կարող է վատն եմ ասում, չէ։ Դե ես էլ եմ օրինակ համաձայն Արտաշեսի երազը։ Մնա։ Մնաց։ Վերջ մենք նկարահանում ենք Արտաշեսի երազը նոր գեղարվեստական ֆիլմը ողջ երեքի համար։ Ես հիմա ձեզ կբաժանեմ այս փոքրիկ կոնվերտները։ Խնդրում եմ դեռևս ձեռք չտալ։ Սրա մեջ դրված են այն կերպարների քարտերը պատահականության սկզբունքով, որը դուք կլինեք ողջ խաղի ընթացքում։ Հիշեցնեմ, որ կարող եք լինել կարմիր, սև, թիկնապահ, թաղային եւ վերջ։ Այդքանը։ Մկո մի վախեցի, թող ձեռք չտաս։ Ահա։ Դեռևս ձեռք չենք տալի։ Հիմա հետ հաշվարկ ես կանեմ, դու այնստեղ շատ գաղտնի կերպով կբացեք ձեր ծրարները, կտեսնեք թե ինչ կերպար է ձեզ ընկել այս խաղի համար, հետո կփակեք, մի փոքր կհրեք, որտեղ ոչ խաղի ընթացքում այս քարտերը չենք բացելու։ 3 2 1 Ես
Ծանոթացանք, խաղի կանոններից թվում է պարզ էր, Արտաշեսի երազը գեղարվեստական ֆիլմը շարունակվում է եւ զգուշացեք, դռները բացվում են։ Հետաքրքիր զարգացումներ են սպասում ինձ թվում է, որովհետեւ շատ տարբեր են կերպարները ու բոլորը կրեատիվ են, բոլորը ներկայացան ճիշտ, բոլորը պատրաստել էին ինչ-որ բաներ, ինձ արդեն սկսել է դուր գալ։ Հիմա հետաքրքիր է թե ով որ կերպարն է խաղում։ Ողջույն բոլորին։ Հուսամ լավ խաղ ենք ունենալու։ Ավատարը չէ։ Ռամեն առավոտ արթնանում է պատմում ասա։ Mariachi la compagna e l'amor e la passione. Բարերը չգիտեմ, բայց մեկը երկում է։ Ну, где же ручки, где же ваши ручки? Ուզում չփորձեմ ես խաղ երկար գնալ։ Դու գրիչ ինչ ամարա։ Սիրելի Թիկնապա, համեցեք դուրս, զգուշ, ով է մեր այս խաղի թիկնապահը։ Թիկնապահ։ Եմ կարդում մակումների թիկնապահը։ Բարև ձեզ սիրելի Թիկնապա, մի փոքր ավելի կամաց, որտեվ մաֆիան դեգերում է քաղաքում եւ փնտրում է ձեզ։ Հիշեցնեմ, որ այս խաղի ընթացքում, այս գիշերվա ընթացքում մենք ուղղակի ծանոթանում ենք, իսկ հաջորդ գիշերներից սկսած դուք ինչքան մնաք խաղի մեջ, այնքան դուրս եք գալու, ցույց եք տալու ինչ-որ մի գրիմանոցի կողմ եւ այդպիսով պահպանելու եք այդ խաղացողի կյանքը այդ գիշերվա համար։ Այդ թվում նաեւ կարող եք ձեր կյանքը ապահովագրել։ Մի մասնակցին իրավունք ունեք պաշտպանելու ընդամենը 1 անգամ։ Ամեն ինչ պարզ է։ Շնորհակալություն, համեցեք էլի հետ ձեր գրիմանոց։ Հաճելի է ձեզ հետ ծանոթանալ, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Թաղային, սիրելի թաղային, համեցեք ծանոթանանք միմյանց հետ։ Եկեք տեսնենք, մեր սիրելի թաղային ետ էլ ծանոթացա, բարև ձեզ սիրելի թաղային։ Գիտեք թե ինչ պետք է անեք դուք գիշերվա ընթացքում։ Դուրս եք գալու, ես ձեզ համար փոքրիկ ինֆորմացիա եմ ունենալու։ Կհարցնեք յուրաքանչյուր խաղացողի գրիմանոցի կողմը ցույց կտակ, ես ձեզ կասեմ թե ինչ գույնի է տվյալ խաղացողը։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք, համեցեք հետ ձեր գրիմանոց, շնորհակալություն։ Թաղայինին էլ ճանապարհեցինք, ծանոթացանք օրենքի պահապանների հետ։ Նստեք ձեր տեղը, սիրելի թաղային, խոսեք ձեր փոքրիկ տեսախցիկների հետ, որովհետև խաղակ դուրս է գալիս մեր սևերը։ Սևեր, 2 սև խաղացողներ, համեցեք, բարև ձեզ սև խաղացողներ, ինչպես եք, լավ եք, ծանոթացեք միմյանց հետ, ճիշտ է, դուք ամեն գիշեր դուրս եք գալու, տեսնելու եք իրար, եթե իհարկե այդքան մնաք խաղի մեջ, որտեղ ցերեկը կարող է ձեզ քվեարկելով հանեն։ Ամեն գիշեր դուրս եք գալու ինչ-որ մեկին սպանեք, այս բանին ուղղակի ծանոթացաք միմյանց հետ, շնորհակալություն, որ խաղում եք մեզ հետ, վերադարձեք ձեր գրիմանոցները, եղեք զգուշ, որպեսզի ձեզ չնկատեն։ Նստեք, զբաղեցեք ձեր տեղերը ձեր տեսախցիկների առջև, բոլորի հետ ծանոթացանք, ժամանակն է սկսել խաղը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի առավոտ։ Կլաուստրոֆոբիա։ Շունչս կտրվեց։ Ոնց անցավ գիշերը։ Ասեք որ հարմարավետ գրիմանոցներն եք լավ եք պատրաստել։ Ավատարն էլ որ ամեն առավոտ դնում է բանը։ Հաբես մեկը դուրս է շուխուր էր անում սա գիշերը։ Դե հիմա էտա, այս ցերեկվա ընթացքում չի լինելու տեխնացություններ, այս ցերեկ էլի ուղակի շփվում են, գիշերային մտքերն ենք արտահայտում։ Հիմա էլի 30 վայրկյան խոսեք, հետո ունենալու ենք ազատ քննարկման փուլ։ Ազատ քննարկման փուլից հետո էլի կգնանք, տեսնենք սևերը ինչ են անում։ Լալա ջան, խնդրեմ 30 վայրկյան, լալա, էլի երկու Ողջույն բոլորին, այս պահին քանի որ չեմ կարող հստակ որևէ կարծիք ասել ու ոչ բոլորին եմ բնականաբար ճանաչում, խաղը բնականաբար չգիտեմ, այստեղից մենակ երևի ամենի մոտիկից Գարիկին եմ ճանաչում, գիտեմ որ շատ անկեղծ մարդ է, մնացածի մասով դեռ կարծիքներ չեմ կարող հստակ ասել, մենակ կասեմ, որ ես ընտրել եմ այն գույնը, որը ուզում էի, բայց չեմ բացահայտի բնականաբար։ Թե ասա իմանանք, էլի։ Չէ, թող գողտիկ մնա, ինտրիգոն պետք է ամեն դեպքում, մաղթում եմ մեզ լավ խաղ, հուսամ երկար կխաղամ։ Շնորհակալություն։ Իմիջիայլոց գույները բաժանվում են, դուք չեք ընտրում։ Պատահականության սկզբունքով, ուղղակի բաժանվել է։ Ես չգիտեմ, այս է ուզում զգուշացնել։ Ուրիշի 30 վայրկյանի ընթացքում չենք խոսում։ Մենակ ինքը, հետո ազատ քննարկման ժամանակ չխոսակ։ Անկեղծ Գարիկ, խնդրեմ։ Անկեղծ Գարիկ։ Ես որ արդեն առավոտ էր դուրս եկանք, սպասում եմ սուրճի, հետո նոր կհասկանանք ինչ ենք անելու, էլի։
Իսկ ո՞ր գաղութում էլա ձեր գլիչկան անկես։ Ճանոթ չեմ հիշում, ինչ է դա մարդանը։ Ֆորս մեկի չէ։ Հա։ Այդքան է։ Այս հələ որ ասել եմ։ Չէ։ Վահագն ջան, ինչ է թաքնված ձեր ակնոցի հետևում։ Ինչ էմոցիաներ եք ապրել գիշերը։ Մաֆիայի ընթացքում ես հորդորում եմ բոլորին խոսել էական թե չի թե ինչ, ցանկալի է, որպեսզի խաղացողները խոսեն ակտիվ։ Ինչքան ակտիվ են խոսում, այնքան ավելի հեշտ է լինում։ Շնորհակալություն։ Այո, ես ձեզ հետ համաձայն եմ։ Ճայրոց։ Չէ, ինչքան ակտիվ խոսեք, այնքան ձեր օգուտն է, որտեղ ավելի շուտ կարող եք բացահայտել սևերին կամ գտնել կարմիրների միմյանց։ Ռաֆֆ Լալան, Իլենան, քանի որ նայել են ու խաղը տեղեկացված են, հետեւաբար եթե ես այդ թիկնապահը չեմ, մնացած մասնակիցների մեջ արդեն մի կարմիր կա։ Այսինքն իմ համար որպես այդպեսին տոկոսային հարաբերությամբ ավելի ես պայդրությամբ դուք եք սևանում, քանի դեռ չեմ լսել բոլորիդ։ Խաղը հետաքրքիր է լինելու, Գարիկը շատ քիչ խոսեց, չգիտեմ ինչ որ սուրճի ակնկով Գարիկը հիմնականում հանձնում է թղթին մտածմունքները։ Բայց հետաքրքիր խոսած Վահագը, որովհետև էլի ինքս ուզում եմ կարմիր խաղացող գոնե գտնել։ Շնորհակալություն։ Եթե դու պնդում ես, որ քեզ անպայման դիմենք Ռաֆֆ 2-ով, ապա դու էլ բարիեղի դիմի Վահագնն է։ Ռաֆ է Վահագը։ Ռաֆ։ Շնորհակալություն։ Ռաֆ ինչ կաթով։ Նոր եմ սովորել այդտեն սուրճը։ Մկրտիչ, ամեն անգամ ասում եմ մկրտիչ, պատկերացնում քո պապիկին այսպես իջա։ 30 վայրկյան։ Դե ոնց որ այս կոմից ձեն է լոսը գիշերը։ Այդ հին լավ կներեք։ Որպես օգնություն բոլոր խաղացողներին ճանաչում եմ մենակ Ռաֆին, Ռաֆի խաղից եմ տեղյակ, բավականին այսպես շուստրի երիտասարդ է եւ քանի որ Վահագնի խոսքի 30 վայրկյան ավարտվեց։ Այդա։ Չծախսեիր ռուսերեն բառերի վրա, որ 30 վայրկյանը։ Ժաննա ջան։ Իրականում ոչ մի հետաքրքիր եւ օգնող բան չեմ լսել մինչեւ հիմա։ Դժվար է խոսել, որովհետեւ առաջի շրջանն է եւ ամեն մեկը ինչ կարող է ասում է։ Այստեղ թիկնապահի խնդիրը երկու մասի կարող եմ բաժանել։ Մեկը, որ շատ լավ խաղացող է եւ միտումնավոր դուրս չէր գալիս, մեկը, որ բացարձակ լավ խաղացող չի։ Ոչ մեկի հետ չեմ խաղացել, չեմ կարող ինչ-որ հստակ բան ասել։ Մանակ, ավարտվեց ձեր 30 վայրկյանը, իմ սիրելի ընկեր, Համո։ Բարև ձեզ, ես կարմիր խաղացող եմ, իրականում շատ շուտվանից չեմ խաղացել այս խաղը, բայց մաքսիմում փորձելու եմ հետևեմ ու օգնեմ կարմիրներին հաղթենք։ Այդքանը։ Վերջ։ Բայց կարճ ինչ ասեմ։ Հա, հասկացա։ Այդ գների մեջ։ Իլենա ջան։ Ես միանում եմ Իլենա ջան։ Ես միանում եմ Ժաննայի մտքին, կիսում եմ ձեր կարտիկը, քանի որ ես էլ եմ ուզում ասել, կամ լավ խաղացող ա, որ ձգձգում էր պահը դուրս գալու, կամ էլ ուղղակի իրոք չէր հասկացել։ Համենայն դեպս որպես կարմիր խաղացող խորհուրդ չեմ տա սևերի համար այդ բացահայտել, որ ուրեմն տակը ով մնաց սևեր դուրս եկան կարմիրներ, չգիտեմ, որպես կարմիր խաղացող խորհուրդ կտամ թիկնապային համենայն դեպս պահել, ոչ թե ավելի բացել սևերի առաջ։ Շնորհակալություն։ Բոլորս 30-ական վայրկյան խոսեցինք, հիմա ինչ է եղել։ Մի բացեցի։ Հիմա ազատ քննարկման փուլ, խոսեք ինչից ուզում եք, ինչքան եք ուզում, ես կորոշեմ։ Ազատ քննարկում, առանց սահմանափակումների խոսեք։ Իլենա ճիշտ ասացի, որովհետև իմ սխալն եղավ վիդեոկանում, որ Հա, ես դա ուզում ասեմ, ոնց մեզ մի անգամ իրականում ես մի հատ բան ասեմ, այս ակնոց հասկացողությունը հիմա իմ օրը չի գալիս։ Ես չհասկացա ինչն է ակնոցի դեպքում։ Որ ասել ինչի, որովհետև մարդու աչք չես տեսնում, չես հասկանում իր զգացողությունները։ Այսպես նստեմ։ Կարող դու սայկել ու անգամ դուրս չգա ակտիվ խաղացողների վրա մի կենտրոնացեք, որովհետև եթե ես ասած մնամ, եմ որ սուս ենք մնա։ Հասկացա, այս բանը շատ ասելու բան չունեք, որ հասկանում եմ։ Ես քանի որ մաֆիա խաղալուց ճիշտ է, ես էլ վաղուց չեմ խաղացել, բայց միշտ երբ որ առավոտը սկսում է, ես խաղը սկսում եմ հետեւյալ կերպ, էլի ուղղակի չգիտեմ խի ես անգամ չստացվեց կամերայի արկայությունն է, ես ասում եմ, որ ես կարմիր տնական բորշի պես կարմիր եմ։ Խաղում եմ կարմիր խաղացողների հետ, մաղթում եմ կարմիրներին հաղթանակ։ Վերջ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Այս գիշեր արդեն սկսում են սպանությունները քաղաքում, արդեն սևերը դուրս են գալիս որսի, դրա համար պետք է լինել ավելի զգուշ, որովհետև խաղը ավելի բարդանում է։ 4 անգամ օգտագործեցի ավելի բառը, բայց դրանից որակը չընկավ իմ հաղորդավարության։ Դեռ չսկսած մի անգամ սևացրի։ Յավ մի ստուգվել է։
Այսօր խփում են նայեք։ Ինչա մասիվցի եմ, մտածում են սևը ես եմ։ Համոն, ակնոց, որ հիմա ինքը դրել է, ինձ դա խանգարում է։ Մկան սև է ինձ թվում։ Այս չեղավ։ Ուսամ նկորվում ոչ եմ տենում ինձ։ Սիրելի տիկնապա, համեցեք սիրելի տիկնապա, ի վերջո եկեք տիկնապա, ասեք թե ում եք ուզում ավելի երկար տեսնել մեր խաղի ընթացքում։ Տիկնապա ջան, դուրս եկեք, մի վախեցեք, մենակ ես եմ։ Տիկնապա դվես, արևս Ասեք թե ում կյանքն եք երաշխավորում գեթ 1 գիշերով, սիրելի տիկնապա։ Խնդրում եմ որոշեք արագ, հստակ։ Շնորհակալություն սիրելի տիկնապա, մենք ունենք երաշխավորված մարդ, որ այս գիշեր հաստատ կլուսացնի, որովհետև տիկնապահը պաշտպանեց իրեն։ Թաղային, սիրելի թաղային, համեցեք թաղային, Օբելիքսը սպասում է ձեզ։ Ինչ կանեիք սիրելի թաղային, որ մի օր դուրս գայիք դուրս, տեսնեիք Օբելիքսը քայլում է ձեր փողոցներով։ Խնդրեմ, ինֆորմացիա ունեմ ձեզ համար, ասեք թե ում գույնն եք ուզում իմանալ, ես ձեզ կպատմեմ իր գույնը։ Կարմիր։ Շնորհակալություն թաղայինին, թաղայինը իմացավ մեկ հստակ գույն, հույս ունեմ, որ կարմիրների հաղթանակի համար թաղայինը կկարողանա օգտագործի այդ գույնը։ Բայց սևերն են ուզում հաղթել։ Սևեր, դուրս եկեք, քանի մարդ չկա, դուրս եկեք մեկ կարմիրով քչացրեք մեր քաղաքի գույնը։ Կամած ավելի դանդաղ, ավելի զգուշ, որպեսզի մարդիկ չիմանան դուք կոնկրետ ով եք։ Որոշեք թե ում եք սպանելու։ Որոշ չսպանեն 1000 գործ ունեն։ Ինձ չեն սպանի, որտեղ արդեն սեփական են ոնց ուզում դարձնել։ Իմիջայլոց սևերի կարևորագույն հատկանիշներից մեկը արագ կողմնորոշվելու ունակությունն է, բայց արագ, բայց զգուշ, որպեսզի արագությունը չմատնի ձեր տեղը։ Չեն կարում որոշեն։ Խփին։ Ասեցի, չէ։ Արա նոր է սկսե խաղը։ Սպանելը։ Սպանին։ Մեր զոհին խնդրեմ նստի այստեղ, գրի իր կտակը, անպայման գրի թե ումից և ում է ուղված կտակը և ընդամենը մեկ նախադասությամբ փորձի փոխանցել ողջ էմոցիան, որ ապրում է այս պահին։ Այս կտակը մեռնելուց առաջ չեն գրում։ Վերջ շնորհակալություն, ես վերցեք ձեր հետ, այնտեղ ձեզ կդիմավորեն, եկեք ձեզ ճանապարհեմ, եկեք, համեցեք։ Ահա։ Շնորհակալություն, կհանդիպենք երկրորդ խաղին։ Մենք ունենք հասցեատեր։ Այս կտակը բարձր կկարդաս կամերային։ Համոյից Ռաֆին, ստուգեք Վահագին։ Ուրեմն համոն կտակը ուղարկել է իր սպանողին ու գրել է ստուգեք մյուս սևին։ Ապրես Համլետ, ուժեղ ես խաղացել, բայց կտրում։ Զգուշացեք, դռները բացվում են։ Շատ թեր գիշեր եք ունեցել։ Գրացվեց, այնը չեք լսե գիշերը։ Ասում են քաղաքում կրակված պարկուճներ են գտել։ Բայց որոշում են, երկու հոգի են, բայց դիմակով են եղել ոչ մեկ չի ճանաչում, բայց զոհին հո գիտենք։ Սիրելի Համոն լքեց մեզ, որովհետև նրանք մի վարկյա Գուցե հենց դու ես սպանել, որպեսզի նրա ապօրը գրավես։ Ես սիրում եմ առաջի զոհերին միշտ, որտեղ միշտ նստելու տեղ եմ հետողնել։ Այս շրջան արդեն քվեարկությունները ակտիվանում են, կարող եք դնել տեխնացություններ, քվեարկել, ցերեկով հանել մարդկանց, վերջի վերջո իհարկե սա Արտաշես Իրազն է, բայց աջապ սանդալա։ Դե համար պետքա ստեղծենք այդ աջապ սանդալ վիճակը։ Սիրելի Գարիկ, ձեզնից ենք այս անգամ սկսում 30 վայրկյան ունեք խոսեք։ Տեխնացությունը կարող եք դնել ձեր 30 վայրկյան ընթացքում։ Համոն մարդը ասես որ կարմիր է։ Պետքա լսենք։ Ստեղ սևերից իսկ մկոին եմ կասկածում որ սև է։ Վահագնից։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ։ Տեխնացությունն եք։ Մեկ ավելի շատ կասկածում։ Ինձ թվում է մկոին։
Մկոյի տեխնացիա, թողած է մկոյի տեխնացիա։ Բեր։ Այո։ Շնորհակալություն։ Ես կարմիր եմ, էտել ասեմ հիմա։ Ասեմ, որ տեխնացիաներ, եթե ձեր 30 վայրկյան ընթացքում չեք դնում, հետո ազատ քննարկման փուլին էլի կարող եք։ Okay։ Վահագն ջան, Համոյի դուրս գալը իմ համար կասկածելի է, որովհետև ես ճիշտ ասած չհասկացա համոյի հետ ծանոթություն խաղի հետ կամ ընդհանրապես մարդիկ կան թե չկան, ես համոյին ճանաչում եմ երկար ժամանակ, բայց իր այդ մաֆիա չեմ խաղացել։ Հա, ու առավել եւս ցավոք սրտի այդ ամեն ինչը օրինակ կարա բերի իմ հանդեպ մեղադրանք, որովհետև ես ճանաչում եմ երկար ժամանակ համոյին։ Տեխնացությունն եք վագ։ Տեխնացություն չունեմ, որովհետև չեմ կասկածում այս պահի դրությամբ 30 վայրկյան ավարտվեց։ 30 այդո ազատ քննարկում կա, ինչքան ուզեք խոսեք։ Ռաֆը Համոյի դուրս գալը հետաքրքիր էր այնքանով, որ միակ մարդն էր, որ անցած քննարկման ժամանակ իմ տեսակետը կիսեց ու համոյից ստացել եմ կտակ, որի մեջ որ գրած էր, որ ստուգեն Մկոյին։ Այնպես որ համոն կասկածել է Մկոյին, չգիտեմ ինչի համար։ 10 վայրկյանն եք։ Տեխնացությունը Մկոյի կա, այս պայդրությամբ որպես այդպեսին տեխնացություն չեմ ուզում դնեմ, բայց կասկածելի եմ Վահագրը։ Շնորհակալություն ընդունեք։ Ընդունված է Վահագնի տեխնացիոնը։ Մկո Ես չգիտեմ ինչով եմ արժանացել ձեր ուշադրությանը որպես սև խաղացող, գուցե Գուցե գլխիդ հարդարանքով։ Դե եթե այդպես լինի, պիտի հաղորդավորի ոչեր բաղի տեղ ունենք։ Լավ։ Հա, ես իրական տեղ չունեմ դրանց ցուցալ։ Չգիտեմ, առաջին ժամանակից ես խլում։ Ես չգիտեմ ինչի երևի որ առաջի շրջանում շատ ավելի լուր ու զուսպ էի։ Ընդունեք Ռաֆի տեխնացությունը։ Ընդունված է Ռաֆի տեխնացիոնը։ Կասկածելի ինձ համար խաղացողն է թերևս։ Այլ ժամանակ չկա։ Ես ավելացնեմ ձեզ 10 վայրկյան։ Հա, չէ, բան է, հա։ Շնորհակալություն։ Ռաֆի խաղը իմանալով, որ ասեցի, որ բավականին հնարամիտ է, այդ ձեռագրով պահել սկզբում ամենաադեկվատ խոսացող մարդուն, այդ շրջանի ընթացքում, հետո լույսում, հետո 10 վայրկյան խոստացված ավելացրել է, ես պայն հիշեցնեմ, որ կա Մկոյի, Ռաֆի եւ Վահագնի տեխնացիաները։ Խնդրեմ Ժաննա ջան, ասեք, դուք ինչ եք որտացում։ Ես զգում եմ, որ այս թևի վրա է սևերից որևիցե մեկը, այնպես է, որ Մկոյին կասկածում եմ և նաև Վահագին եմ կասկածում, որովհետև չեմ հասկանում, ընդհանրապես չեմ հասկանում Վահագը ինչա խոսում և ինչի է այդպես խոսում, այնպես է ուզում անի, որ ինքը կարմիր է, բայց ինձ համար միևնույն է դեռ կարմիր չի ինքը, Ռաֆին լավ չեմ հասկանում։ Հետո կդնեմ։ Դուք գիտեք։ Իլենա ջան, դուք տեխնացիաներն եք թե։ Ես ուզում ասեմ, որ միանշանակ խաղում եմ աղջիկների հետ։ Անկեղծ Գարիկի հետ եմ խաղում։ Հիշեցի այն պահը, որ կտակը կարող է եւ կեղծվի, դրա համար նենց չի որ 100% հավատում եմ Ռաֆի ասածին, բայց ես դրված է Վահագնի տեխնացիոնը կքվեարկեմ, կարծում եմ նրա։ Ոչ միայն Վահագնի, դրված է Ռաֆի, Մկրտիչի եւ Վահագնի։ Ես ասացի ում օգտին կքվեարկեմ։ Հասկացա։ Չենք որ այստեղ քվեարկելը հակառակ է։ Հա, դեմ։ Ով շատ ձայն հավաքի չի Կարոզ արշավ արմաստանել եմ։ Իջած ռոթեմ լալա մի տեսակ բան հրանտանամիջի տոնով եմ ասում։ Մեր բակն։ Հտրեմ լալա ջան, ասեք։ Հենց Վահագնը հանեց ակնոցները, ինչ այդ չէի կասկածում, բայց հենց հանեց, չգիտեմ ինչի ինտուիտիվնի զգացի, որ ինքը սև խաղացող է, հայացքից, էներգետիկայից զգացի։ Ինչ վերաբերում է Մկրտիչի մասին չեմ կարծում, որ սև խաղացող, ինքը դերասան է, կարար շատ լավ այդ ամեն ինչը կոծկեր, բայց ամեն դեպքում սենց շատ կարմրոտ էներգիա գալիս։ Ռաֆը ուղղակի լավ է խաղում, դրա համար կարա թվա ինքը սև է, որ ամեն ինչից հասկանում է, կարում է, բայց Մկոն դրեց Ռաֆի տեխնացիոնը, Ռաֆը դրեց Մկոյի ենթադրում հակադման համար դնում եմ Վահագնի տեխնացիոնը։ Վահագնի տեխնացիոնը կա արդեն։ Հիշեցնեմ, որ 3 տեխնացիոն կա Մկո, Վահագն եւ Ռաֆ, այս բան ազատ քննարկում, էլի կարող եք ազատ քննարկման ժամանակ ավելացնել տեխնացիոններ։ Խնդրեմ ազատ քննարկում խոսեք։ Ես ասացի Մկոյի տեխնացիոնը կա, կասկածում եմ Վահագին, դրա համար դրեցի Վահագի տեխնացիոնը, որտեղ Վահագի տեխնացիոնը չկար։ Մկոյին կասկածում եմ, որովհետեւ իր խաղը սևական է, ու նորից եմ կրկնում, կտակի մեջ էլ համոն գրել էր, որ բանը շերիֆից խնդրել էր, որ ստուգեն Թաղային, մեզ մոտ թաղային է Ռաֆ։ Աստորեն դու միած առաջի շրջանից կասկածում ես, հետո համոնը գրեց ասի, արա դες Մկոն է, այսինքն
կանոնն էլա բայց դու չէի կասեք Ռաֆի վրայով Այստեղ տես չի անցնում Վահագն մտեք թեմայի մեջ մի անգամ Մի հատ կտակ է ինչ է, մի հատ ինձ բացատրեք հասկանան կտակ Ամեն գիշեր զոհված անձնավարությունը գրում է ինչ-որ մի կտակ Ինչ ուզում գրում է ու փոխանցում է ում ուզում է Կարող է նաև խաբեն Կարող ասել իմ մոտ է, բայց իր մոտ չի Քսիֆա ուղարկում էլ ինչ-որ մեկի Այսինքն եթե խաբում է, կարա իմ որ ուղարկել է ինքը ասի կամ չասի, հա Իրա որոշելուն է Հասկացա Ես համենայն դեպս վստահ եմ, որ այս երեքից մեկն է տղաներից մեկը սև է Այ տեխնիկա 4-րդ տղայի վերաբերյալ Այստեղ է, բա երկրորդն է Եկեք մի հատ հետ լոգիկային Ես իրականում աղջիկները մի քիչ ժաննային կասկածում են, չէ, ասել, բայց մի քիչ ժաննային կասկածում Գուցե տեխնացություն ունեք Սև է Լալա ջան, գուցե ավելի տեխնացություն ունեք Չէ՞ որ աշկետ կարմիր սկսեց չի նշանակում որ կարմիր է, սերնես չի որ Չգիտեմ, դեռ վստահ չեմ Շատ ժամանակ չի մնացել, Դեռ ինձ մի հանեք, եթե ձեզանից մեկն ու մեկը սև է, ես չգիտեմ, դեռ ինձ մի հանեք, որովհետև կարմիր եմ։ Դեռ մի հանեք, պետք է գամ ձեզ։ Ողբեց մի քիչ։ Կան արտահայտվել։ Ասե, բան ազատ քննարկում է, ինչքան ուզում եք արտահայտվել։ Այստեղ հարցը գիտես որն է։ 3 տեխնացություն եղավ, չէ, եթե չեմ սխալվում։ Ու ոչ մի հիմնավորում չկար այդ տեխնացությունները ինչի համար է դրվել։ Դե հիմա չկա հիմնավորում, որ օրինակ այս ինչ պատճառով Այս ինչ բանից ելնելով, ասենք ես դնում եմ այս ինչ Դե բայց օրինակ ես քեզ կհանեմ Ուզեմ պետքա քվեարկեմ ասենք այն մարդուն, ով որ ասենք Դու քո տեխնացիոնը դիպ ուրիշ տեխնացիոն ես առաջացնելու Չէ, չունեմ Ուրեմն ասում ես քվեարկության Ես պայդրությամբ ես կասկածում եմ այս կողմի վրա Ասում են քվեարկության քննարկման փուլը ավարտվում է Ունենք 3 տեխնացություն Մկո, Վահագն եւ Ռաֆ Քվեարկում ենք արագ, քվեարկում ենք հստակ ձեռքը վերև բարձրացնելով սեղանին ձեռք չենք դնում Բարձրացնում ենք ձեռք վերև մինչև շնորհակալություն բառը Եթե ասեցի շնորհակալություն հետո բարձրացեցիք ձայնը, ապա ձեզ դնում ենք կետ, վաղը ծնողի հետ Այդ ձայնը ուղղակի չենք հաշվում Մկո, Վահագն, Ռաֆ Ով է կողմ, որ խաղը լքի Մկոն 3 ձայն Ով է կողմ, որ խաղը լքի Վահագնը Շնորհակալություն 3 ձայն Հետևաբար Մկոյի մեկ չքվեարկված ձայնը անցնում է Ռաֆին, խաղը կիսվեց հավասարապես Մկոյի եւ Վահագնի միջև։ Հիմա 30-ական վայրկյան նորից խոսելու եք, որտեղ 3-3 ձայն գնաց, դուք 7 հոգի եք։ Ես ու աթոռնենք։ Մկո ջան, 30 վայրկյան կարող եք համոզել, արդարանալ, որ ձեզ չքվեարկեն։ Ես արդարանալու ոչինչ չունեմ, կարմիրներն են կորցնելու Ես չունեմ կորցնելու բան, ինչի պատճառաբան եմ թե ինչի էի դրել Ռաֆի տեխնացիոնը, որովհետև իմ համար կասկածելի է Ռաֆի խաղը շատ, քանի որ ստեղ ինչ որ շատ լավ բան ասեց, Ռաֆը հիմա խաղում անենց, երբ որ ինքը քաջատեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է։ Կարծում ես մոտիվացեցիք ես չքվեարկելու համար։ Չէ, ես բացատրեցի թե ինչի եմ հասկացա։ Վահագն 30 վայրկյան դուք ունեք, փորձեք դուք բացատրել։ Հիմա ցավոք սրտի համոզում եմ, որ ճիշտ եմ քվեարկել, այնրանից ելնելով, եթե կարմիր խաղացող ես ու ըստ քեզ դու գիտես, որ կարմիր խաղացողը ինչի ես ասում կամ ինչ է շեշտում իր ինչ որ մի հատ այլ կարմիր լինելու հատկանիշը։ Այսինքն խաղի մեջ եթե թաղային կամ չգիտեմ այդ երկու կերպարները որ կան կարմիրներին օգնող ավելի շատ գալուցը քան պետքա ասել բան անել իրանց։ Եվս մեկ անգամ խնդրում եմ քվեարկելու ձեռքը բարձրացնել վերև այսպես։ Սեղանին ձեռք մի դրեք, որովհետև մենք ի վերջո ինչ ենք անում։ Չգիտեք, նկարանում ենք։ Եթե չգիտեք, եթե չես զգուշացի, ասեմ մնացածը կամերաներն են զորտե։ Մկո, Վահագն, ով է կողմ, որ խաղը լքի Մկոն։ 4 ձայն։ Մկոն նենց մոտիվացեցի Ժաննան փոխեց կարտիչը։ 3 ձայն ասում է Վահագնին, Մկո ջան, քեզ ընտրեցին, որ դու դուրս գաս։ 30 վայրկյան ունես վերջին խոսքի իրավունք։ Ասա կիսվի վիրավորի, ինչ ես մտածում մարդկանց։ Սիրում եմ բոլորիդ։ Հուսամ այս ֆիլմը կնվիրեք իմ հիշատակին վերջում։ Հուսամ կարմիրները կհաղթեն։ Քո երազը կատարվեց։ Գուցե ձի ես տեսել քո երազը։ Չէ, իմ երազում Զինմուրազա։ Իմ երազում տեսել եմ երկու սև խաղացող։ Օ։ Վահագն եւ Ռաֆ։ Շնորհակալություն։ Ճանապարհենք ձեզ։ Այսքանը կարող եմ ասել։ Ձեզ ինչը ասում էի ի սկզբանե։ Մկո ջան, արի, համեցի։ Մի գծվի։ Կամայապես թույլ մարդիկ ես իրան։ Դու միջև սովորես կամայապես բառի իմաստը, մենք երկրորդ խաղի ընթացքում դեռ կհանդիպենք իրար։ Լինելու է ռևանշ։ Մկոին էլ հանեցիք։ Ապրեք, թե չապրեք, ոնց եք կարծում։ Արտաշեսի երազի Արտաշեսին հանել եք խաղից։ Հիմա մնաց երազը կատարվի կամ չէ։
Զգուշացեք, դռները բացվում են։ Հիշում եք հին ամերիկյան սարսափ ֆիլմերում միշտ կար արտահայտություն, նրանք դեռ չգիտեն ինչ է նրանց սպասվում։ Այ հիմա այդ ձայնով կարելի է դա ասել, որովհետև նրանք հենց նոր խաղից հանեցին խաղի թիկնապային։ Այսինքն էլ ոչ մեկ երաշխավորված չի, որ գիշերը կմնա խաղի մեջ։ Դե իհարկե, բացի Սևերից։ Եկոնք։ Օ բլա։ Ստամակon Սևերի все-таки։ Որթան Սև։ Ըստ իս մկոն կարմիր խաղացող, կոնն էլ շատ թույն դերասան, հա։ Մկճան կանևես։ Չի ուզում անայի, բայց դե ինչ արած, հիմա է դա։ Հարց չենք ուտելու։ Վատա։ Շատ վատա, բայց Վահագնը շատ կասկածելի է, որովհետև ինքն իրեն պաշտպանելու փոխարեն կտակի մասին էր հարցեր տալիս։ Շատ կասկածելի է։ Սկսում եմ սիրել այս փոքր տունիկը։ Սիրելի թիկնապա։ Համեցեք սիրելի թիկնապա։ Եկեք ասեք, թե այս գիշեր ում կյանքն եք որոշել ապահովագրել Սևերի կրակոցից։ Շնորհակալություն, շնորհակալ եմ սիրելի թիկնապա, շնորհակալ եմ։ Թաղային հեղինակություն։ Համեցեք թաղային։ Համեցեք տեսնեմ, թե ում եք ուզում ստուգեք։ Ում գույնն է ձեզ այդքան հետաքրքիր, որ այս մութ գիշերով դուրս եք եկել բակ ինձնից ինֆորմացիա իմանալու համար։ Սև։ Ահա, մեր թաղայինը ունի ստուգված խաղացող, մեր թաղայինը գիտի գույն, կարևոր գույն։ Սևեր։ Փողոցը դատարկ է, եկեք Սևեր, եկեք։ Դուք ամեն գիշեր կրակում եք, ես ձեր հետևից հավաքում եմ պարկուճները, որպեսզի դուք չբռնվեք։ Իսկ դուք մի հատ շնորհակալություն էլ չեք ասում։ Խնդրում եմ ավելի կամաց, ավելի ցածրաձայն, որոշեք թե այս գիշեր ում եք հեռացնում խաղից։ Որոշեք եւ մոտեցեք սեղմեք կոճակը։ Մեզ մոտ կոճակը սեղմելուց չի նշանակում, որ ձեր բազկաթոռը պտտվելու է եւ տվյալ մասնակիցը անցնի եզրափակիչ, նշանակում է, որ տվյալ մասնակիցը չի շարունակում այլևս խաղը, եթե իհարկե թիկնապահը նրան չի փրկել։ Դե ինչ Սևեր, մի փոքր ավելի արագ փորձեք, բայց ցածրաձայն։ Ասես աղջիկը դեզ ինչ էր արել։ Լալա ջան։ Այո։ Տակնու բանը վերցրա արի, համեցի։ Նստի։ Մեր զոհին խնդրեմ անպայման վերևի հատվածում նշել, թե ումից է կտակը եւ ում է ուղղվում կտակը, հասցեատերով է, իսկ ներքևում ընդամենը մեկ նախադասությամբ փորձեք արտահայտել ձեր բոլոր մտքերը, որ ուզում եք փոխանցել ձեր իրավահաջորդին։ Ես խոստանում եմ ծածուկ կերպով հասցնել ձեր կտակը տեղ եւ առանց իրավաբանի թույլ չտալ, որ այն բացվի։ Իդեպ, արդից օգտվում քանի բարապա Բան չնեմ անելու, մոնք երեքին ասեմ շնորհակալություն իրենց լավ հետևորդներին, սենց լավ հնարավորություններ տալու համար։ Իրոք շատ հավես է, դեռ ոնց որ ֆիլմում լինեմ, շատ հավես է։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Այդ գրիչը վերցրեք ձեզ հետ, այնտեղ ձեզ կդիմավորեն, կվերցնեն, համեցեք։ Շնորհակալություն խաղի համար, վաղը կտեսնվենք։ Խարիկ ջան, լալային սպանել են, քեզ կտակա ուղարկեք, խնդրեմ բարձր կարդաս այդ բանի մոտ։ Okay. Իլոնային ստուգել, Ռաֆինել։ Իսկ դուք բաժանորդագրվեք այս ընթացքում Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը եւ մի մոռացեք գրել մեկնաբանություններ։ Մինիմում հաստատ քննարկելու բան ունեք այս երկրորդ հաղորդումն արդեն։ Հիմա արդեն պետքա։ Ստից փոշկա գլորը չգնա Վահագնի վրա։ Զգուշացեք, դռները բացվում են։ Իլենա ջան, համեցեք, համեցեք։ Սիրում եք Անժելիկա վառում։ Լալան քները։ Լալաֆա։ Էցի նոտի լալաֆա։ Այո, լալան այլևս ֆա։ Ֆա, պեպե։ Ֆա շնենը։ Շնենը։ Դե ինչ, մկոին դուք եք հանել,
Համոին եւ Լալային հանել են սևերը։ Խաղը գուցե եւ կրիտիկական փուլում է, եթե հանկարծ մկոն կամ կրակվածից ինչ-որ մեկը սև չեն, գուցե եւ կրիտիկական փուլում չէ, բայց արդեն բարթացել է խաղը։ Վահագն ջան, 30 վայրկյան ունեք, տեխնատություն կասկած, խնդիրներ, չգիտեմ, ուզում եք բան արեք, մի բան կռիվ սարքեք։ 30 վայրկյան խոսեք։ Այստեղ խնդիրը գիտես որն է, ես հիմա կասկածում եմ կոնկրետ որ խնդրեմ Գարիկին, որովհետև նայեք, այս պայդրությամբ դուք ոնց որ նշեցիք, խաղույց կարմիր հեռացած երկու հոգի ունենք ռեալ։ Սևերը կարող են ինքնասպանել լինել։ Հիմա մի քիչ ոչ էս բանակայում չեմ կարծում էլի։ Ասենք եթե 3 հոգով լինեին կարող է, բայց եթե երկու սևա տեխնատություն ունեք։ Ես հա Գարիկի տեխնատություն ընդունեք, որովհետև կարամ մի 10 Չէ, ազատ քննարկման ժամանակ արդեն կասեք թե ինչ է գնում։ Իմ սիրելի բոյով բուսաթով Ընդունեք Վահագնի տեխնատությունը։ Ընդունված է Վահագնի տեխնատությունը։ Իմ համար սև խաղացող է Վահագնը, չի կարող ինձ համոզի, ու այդքանով իմ աչքերում ավելի կարևորում է Գարիկը, որպես խաղացող։ Այս պայդրությամբ խաղում եմ Գարիկի հետ, բայց հետաքրքիր է սևերի ընտրությունը ոնց է տեղի ունեցել, ասենք ինչի հանեցին հենց Լալային։ Չէ, ինչի հանեցին հենց Լալային։ Լալան ըստ իս քեզ չէր վստահ։ Շնորհակալություն։ Ժանա ջան, 3 հոգի են խոսել միշտ ձեզ, բայց արդեն 2 տեխնատություն ունեք։ Իմիջայլոց սեղանի շուրջ 2 աղջիկ 3 տղա են, համարյա full house Գարիկ։ Հասա ոչ։ Ինչ անում եք Բայց մենք ժամանակից եք վերցնում։ Չէ, ես քո ժամանակը դեռ չեմ տվել։ Ես այստեղ որոշում։ Այ, Ժաննա ջան, 30 վայրկյան։ Իրականում Վահագնը հենց արա որ մարդիկ հավատան քեզ որ դու կարմիր ես, որովհետև կարմիր չես խաղում բացարձակ։ Գարիկի լռությունը Տեսա հերթս հասնիկ ասում։ Չէ, ընդհանրապես այդ մի քիչ пассив լինելը ինձ թույլ է տալիս չհասկանամ ուղակի քեզ։ Էնպես արա որ գոնե հասկանամ կարմիր ես, կարմիր չես։ Ես կարմիր եմ, եթե դեռ շանս ունեմ, թողեք թող մնա, կարող է ձեզ պետք լինեմ։ Շնորհակալություն Ժաննա։ Շնորհակալություն։ Իլենա։ Այո, իմ ասածը շատ է, ես շատ եմ սիրում վերջում խոսել, որովհետև լսում եմ տարբեր կարծիքներ։ Ես անցած խաղից վստահ էի, որ Վահագնը ներողություն։ Չէ, ազնիվ Գարիկը։ Անկեղծ։ Անկեղծ, ժամանակը սպառվում է։ Ես էլի դնելու եմ Վահագնի տեխնատությունը, իրական մտածում էի, որ հիմա դուրս կգա այս խաղին, որովհետև կասկածում էի ձեզ ու ասում էի, որ դուք լինեք, էլի կհանեք, չլինեք Այն մյուսը կհանի, որ ասեն Վահագներ, մի խոսքով։ Ամեն դեպքում, եթե դուք Տեխնատություն։ Այո, Վահագնին է միանշանակ։ Վահագնի տեխնատությունը արդեն կա։ Գարիկ ջան, խնդրեմ։ Ես մտածում դու սև ես։ Որտեղ որթան սև։ Աչքերդ մի փախցր է, երբ որ դու սև ես, դա օքեյ։ Այդքանը։ Ես տեխնատիան դնում եմ։ Իլենայի տեխնատիանը։ Այս բանին ունենք 3 տեխնատություն, Ռաֆի, Վահագնի եւ Իլենայի տեխնատություններն են, բայց ունենք ազատ քննարկման փուլ, կարող են ավելանալ տեխնատությունները, բայց չեն կարող պակասել։ Ասեմ, որ այս բանին այլևս Ռաֆը, Գարիկը, Իլենան եւ Վահագնը, դուք դրել եք տեխնատություն Վահագն։ Ես Գարիկի տեխնատություն։ Գարիկին է դուք եք դրել, ձերը Վահագնը, այսինքն կա հերթականություն Գարիկ, Ռաֆ եւ Վահագն, ճիշտ եմ հիշում։ Իմ տեխնատությունը կա։ Գարիկ, Վահագն եւ Ռաֆ, այո։ Գարիկն էլ իմ տեխնատությունն է։ Վայ, ոնը չի, ցավը տանեմ, ես անդադար դու գնաս չգիտեմ քե։ Կա Ո՞վ է դրել։ Կա Գարիկի տեխնատությունը, կա Վահագնի տեխնատությունը եւ Իլենայի։ Այո։ Գարիկ, Վահագն եւ Իլենա։ Հիշեցիք։ Հիշել եք։ Հիմա ով արդեն առաջադրել է տեխնատություն, էլ իրավունք չունեն տեխնատություն դնել։ Նրանք ովքեր դեռ չեն առաջադրել, կարող եք ավելացնել տեխնատություններ։ Խնդրեմ, ազատ քննարկում։ Ես չեմ առաջադրել, բայց Հետաքրքիր է դուք ես ուզում որ Գարիկը կարողանա։ Ես կտակը ես եմ ստացել։ Ես ուզում եմ Գարիկը խոսի, որ ես հասկանամ։ Ես ասում եմ, Գարիկի մասին չեմ ասում, ասում եմ Վահագնին ասում ես կարմրացի։ Այս պահի դրությամբ Ժաննա խոսալու մեջ մի բան ասեց, որ ասենք կարմիրներին ես կարողա պետք գամ։ Էդի մտածում եմ որ եթե այնա ինչ որ մտածում ենք, ուրեմն ժամանակ Բայց դուք ինչ եք բարձրաձայնում դա սևերին դուք օգնում եք միայն այդ հարցում։ Ասա, որովհետև ժամանակն է ասելու, Շատ լավ եք խաղում, իրոք որպես սև շատ լավ է խաղում։ Հավատամ որ ոչ կա այս գլորում վրան։ Չէ, ես քեզ վստահում եմ։ Հա ինքը սև է միանշանակ սև։ Համար որ էլի նիստավո նիշիվո էլի միացած միանգամից տեքստ։ Չէ, ասեմ ինչի համար, որտեվ կտակը ստացել եմ, ինձ ասել են, որ իրան պետք է ստուգել։ Ասեցի։ Տեխնատություններ ուզում եք առաջադրել։ Ես ասում չեք լսում ոչ մեկ։ Ասա, ինչ են ասել։ Ասեմ կտակ եմ ստացել, ասել են որ Ժաննային ստուգել, Ժաննային չէ կներեք, Իլենային ստուգել։
Ստուգեք։ Այո։ Այս բան 3 տեխնայություն ունենք։ Գարիկ, Վահագն եւ ձեր Իլենա։ Որտեվ կասկած կար այդ մարդու մոտ, որ իրան խփեցին հան։ Իմը։ Ես եթե հասկանամ որ վտանգային գոտում եմ, նոր կսկսեմ արդարանալ։ Վտանգային գոտին ավարտվեց հիմա, արդեն կանցնում ենք քվեարկության։ Okay։ Վերջ։ Okay։ Չունենք։ Մի բան հասկանանք։ Հասկացեք։ Ես ձեր կարծիքն է ինձ հետ։ Դրեցիք 3 տեխնայություն, ազատ քննարկման ժամանակ առանձնապես ոչինչ չխոսեցիք։ Կասկածում եմ։ Հիմա մոտենում ենք քվեարկության փուլին։ Տեխնայություն։ Բայց հնարավոր Վահագին դրվածա կհանեմ։ Գարիկներն են սուսիկ փուսիկ աղաղում, չեմ հասկանում իրար։ Ունենք 3 տեխնայություն, Գարիկ, Վահագն եւ Իլենա։ Կարելի է մինչև Ինչ։ Մի բան էլ հարցնեմ նոր։ Եթե Ժանը ինչ է, ինձ կարող եք հարցնել։ Հա, չէ։ Գարիկ, Վահագն եւ Իլենա։ Ով է կողմ, որ խաղը լքի Գարիկը։ Շնորհակալություն։ Գարիկն է սեփ։ Ոչ մեկ։ Վահագն։ Ով է կողմ, որ խաղը լքի Վահագնը։ Շնորհակալություն 3 ձայն։ Հետևաբար 2 ձայն հասնում է ձեզ Իլենա ջան չքվեարկված։ Ցավոք Վահագն 3 ձայնով դուք եք լքում խաղը, ասեք 30 վայրկյանում վերջին խոսքը ձեր։ Ինչ ունեք ասելու, ճպացնելու ձեր։ Ես կարմիրներին կասեմ մի բան, այս բայդրությամբ եթե խաղը չի վերջացել, ուրեմն սև մնացել է մի հոգի։ Եթե շերիֆ կա, թաղային ունենք մենք, շերիֆ չունենք։ Էլի մի խոսքով Երևանյան մաֆիա է, թաղային այդ կերպարը ճիշտ է աշխատի, ինձ թվում է բացվելու ժամանակն արդեն պահելու բան չկա։ Ես կարմիր խաղացող Շնորհակալություն Վահագնին, եկեք ձեզ ճանապարհենք, Վահագն ջան, եկեք համեցեք, խնդրեմ։ Եթե տիկնապահը խաղում է, թող պաշտպանի ինձ։ Մնացիք 4 հոգով։ Ես ձեզ զգուշացրել էի, որ եթե սևերի ու կարմիրների քանակը հավասարվի, ապա սևերը հաղթում են։ Հաղթել են։ Հաղթել են։ Զգուշացեք, դռները բացվում են։ Կանանցի տոլերանտությունն ընդդեմ տղամարդկային էգոիզմի այսպիսի 4 հոգանոց քարյակ է մնացել, ուրիշ քարյակ չի լինում, քարյակը միշտ 4 հոգանոց է լինում։ Սեղանի շուրջ բարդ է մի փոքր խաղը, որովհետև խաղում կա ընդամենը 1 սև, իսկ թաղայինը դեռ խաղի մեջ է։ Տեսնենք ինչ կլինի։ Այ քեզ խաղ, բայց սկսեցի կասկածել Ռաֆին։ Կողեմ բանից։ Թե ինչ եմ արել, չգիտեմ։ Վերջում մի անգամից Գարիկի հետ թելում ենք Գարիկի թելը եւ հանում ենք Իլենային։ Հուսով եմ ամեն ինչին պլանով կստացվի։ Ինչ բրող։ Այո։ Սա հետում եմ։ Դե հավասարվում է։ Խաղում դեռ 3 կարմիր կա։ Տիկնապա։ Համեցեք տիկնապա։ Ասեք թե ում եք ուզում փրկել այս գիշեր։ Շնորհակալություն տիկնապա։ Սիրելի թաղային, եկեք, ստուգեք, իմացեք, վերջի վերջո տեղեկությունա, հո հետս չեմ տանելու տուն։ Թաղային։ Թաղայինը չի ելնում, չեմ հասկանում։ Թաղայինը որտեվ Վահագն էր ոնց որ դուրս եկավ։ Ձեզ եմ սպասում, թաղային, ձեզ։ Սպասում եմ, որ գույն հարցնեք, եւ ես ասեմ այդ գույնը։ Ախր այդ ինֆորմացիան ես ոնց մեջս պահեմ, պետքա կիսվեմ, չէ՞։ Շնորհակալություն թաղայինին, շնորհակալություն իր գործառույթը արագ եւ ճիշտ կատարելու համար։ Նա գիտի եւս մեկ գույն, սև գույն։ Սևեր կամ սև, չէ որ 4 հոգի ընդամենը խաղում։ Համեցեք ձեր գրիմանոցից դուրս։ Որոշեք թե ում ճակատագիրն է ընդհատվում այս գիշեր։ Իհարկե խաղի մասին է խոսքը։ Ինձ հանեցին։ Շանյա ջան, կտակը ձերցրու։ Եթե նստի ստեղ։ Նստե։ Կխնդրեմ մեր զոհին ընդամենը մեկ նախադասությունով փորձի փոխանցել իր կտակը։ Ժաննային խփին ոնց որ։ Ուֆ, չգիտեմ։ Հանելա Ժաննային Գարիկը ինձ է կասկածում։ Ալալա։ Հասկանում եմ, կրակոցից զոհվելը այդքան էլ լավ բան չէ, բայց դե հիմա
Էտա։ Շնորհակալություն։ Էս նայեք, ստեղ որը սղվել, ասենց ալ։ Էս վերցրեք ձեզ հետ։ Համեցեք, եկեք ձեզ ճանապարհեմ, հա։ Եկեք ստեղ, եկեք։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ խաղին, մի տխրեք։ Իզենա ջան, կտակ։ Գիտեի։ Իլենայից Ժաննայի։ Կարծում եմ Ռաֆին պիտի ուշադիր լինես։ Ուշադիր եմ եղել Ժաննա ջան։ Զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք։ Բարձր։ Շատ հեշտ էր գուշակել։ Ասում եմ ոնց է բախտներս բերել, որ մեր Ժաննայի ազգանունը դարկ չի։ Դե չէ, իմ աստեղ պաժարեր են գնելու մեր ամուր պավիլյոնը։ Ժաննան էլ այլևս մեզ հետ չէ։ Մնացել եք մեկ աղջիկ, երկու տղա հարաբերակցությամբ։ Բարդ է լինելու, որտեղ տղաներ ուզում են ջենտլմեն լինել, իսկ աղջիկ ուզում է տոլերանտ լինել։ Տեսնենք ինչ է սկսում։ Իլենա։ Ինչ լավ է, երբ որ սկսում եմ այն ժամանակ, երբ որ լիքը ասելիք ունեմ, շատ տրամաբանական էր, որ Ժաննան է դուրս գալու եւ մնալու է Սևի հետ այն մարդը, ում որ մյուս կարմիրը կասկածում է։ Այսինքն Գարիկը ինձ կասկածեց, դուք հանեցիք Ժաննային, որպեսզի Գարիկին կարողանաք շատ հեշտ համոզել։ Ես շերիֆն էի խաղից, դուգել էի Վահագնին։ Խաղային է, մեզ մոտ շերիֆ։ Ներողություն, խաղային էի, ստուգել էի Վահագնին հստակ սև էր, դրա համար իմ որ գիտեի ուզում էի իրան հանեի, ստուգեցի Ռաֆոյի սևը։ Տեխնատություն։ Ռաֆոյի տեխնատությունը միանշ։ Այո։ Ռաֆի տեխնատությունը ընդունված է։ Գարիկ, դուք ինչ ունեք ասելու։ Չգիտեմ ինչ ասեմ, երբեք լուրջ ամենակարևոր բառի կանանց չեմ վստահում։ Կարծես թե այս խաղի որոշումը դուք եք։ Միմյանց մեղադրում են Ռաֆի եւ Իլենան եւ բայց մի քիչ շատ է, շատ չգիտեմ, բայց ես դες կհանեի։ Իլենա ջան, չի կարելի խոսել ուշքի վարկանի ընթացքում։ Չէ, ինձ թվում է պետք է հանել Իլենային։ Ժամանակ տեխնատություն Իլենայի։ Թողած է։ Ռաֆ Ընդունեք եւս մեկ անգամ Իլենայի տեխնատությունը։ Իլենա ջան, ախր 5 գիշեր անցել է։ Ու դու վերջին գիշերով որոշել ես, որ հիմա բացվես շերիֆ, ինձ սևացնես ու հանես։ Թաղային, մեզ մոտ շերիֆ չկա, թաղային։ Բացվում ես որպես թաղային ու ինձ ուզում ես սևացնես, ինչի համար ես էլ չեմ հասկանում։ Ու խեյր խնդրում, որ քեզ պահեր։ Որ մնայի խաղում եւ կարողանայի Չի կարելի պատասխանել։ Հենց այդ է հարցը, որ դու խնդրում ես, որ քեզ պահի։ Շնորհակալություն, Ռաֆ, շնորհակալություն։ Ազատ քննարկման փուլ 3-ով գորգրացեք, չէ որ խաղի վերջն է, ազատ քննարկում։ Հետաքրքիր է, որ ամբողջ խաղի ընթացքում դու իմ հետ էիր խաղում ու վերջում։ Լավ, 5 գիշերվա ընթացքում ում ես ստուգել։ Ում ես հերթականությունն ասա, ում ես ստուգել։ Առաջին գիշերը կասկածում էի Լալային, ստուգեցինքը կարմիր խաղացող էր։ Դենց հերթով հելացների անունները տալու ես։ Շատ լավ պատասխան էր, բայց չէ, այդքան էլ այդ դրամաբանությամբ չէի ասում։ Հետո ստուգել եմ Վահագնին, որովհետև միանշանակ իրան էի պատասխան եմ, ինչու ես ընդհատում, որ չհասնեմ ես ու հարցի պատասխանը։ Տեսեք, հարց է տվել եւ ընդհատում է ինձ ու չթողում, որ ես պատասխանը տամ։ Բայց մեկը ես Եկեք վստահենք կանանց այս խաղում եւ հաղթենք որպես կարմիր։ Կներես Իլենա ջան իստում։ Ահա դուք չեք տեսել Ռաֆին ուրիշ հաղորդումներում, այդ դեպքում հաստատ ինձ կվստահեք։ Շնորհակալություն։ Քննարկումն ավարտված է։ Ունենք երկու տեխնատություն, Ռաֆ եւ Իլենա։ Ահա շատ դրամաբանական է, որ Իլենա ջան, քննարկումն ավարտվել է։ Ռաֆ եւ Իլենա։ Ով է կողմ, որ խաղը լքի Ռաֆը։ Շնորհակալություն, մեծ ձայն։ Երկու ձայն Իլենային, Իլենա ջան, 30 վայրկյան ունեք։ Կարող եք այդ 30 վայրկյանում դանդաղ բացել ձեր ծրարը։ Ահա, նիսված էլի կարամ։ Բացեք, տեսնեք Գարիկը գլուխա գովալու, հեսա հետնելու ասի, տեսակ ինչ եմ արել։ Այո, Գարիկ ջան։ Բրավո Գարիկին։ Հանի։ Դու այսօր խաղից անցիր թաղայինին, որովհետև խաղի սևերը Վահագնը եւ Ռաֆն են։ Շնորհավորում եմ սև խաղացողներին։ Բրավո, ախր էմոցիա ով ցույց տա եթե Ռաֆը միայնակ։ Ախր դու այնքան Գարիկ ջան, չհավատացիք այս անգամ կանացի ինտուիցիային։ Բայց ամեն ինչ շատ բարձ էր, որ ձեր ցույց բացվեց։ Բայց ցավայինը երբ է շուտ բացվում։ Դե լավ դե։ Վահագին բացել ես, ասա որ ստուգել ես։ Ռաֆ, Ռաֆ։ Հա, իրական։ Դեշտ գրեցի ես խաղը։ Մերսի շատ։ Ինչի համար, եթե իմանար դու ես ձևը հաստատ չկվի։ Ամբողջ ընթացքում ախր արգումենտները ես տակ բերել։ Դոնետ շեյր։ Հա, եկեք քննարկումը շարունակենք այնտեղ։ Դու թաղային որ բացվի, ես էլ էի թաղային բաց։ Ռաֆ, գնացեք, եկեք գնանք պատրաստենք հաջորդ խաղին, ամեն ինչ դեռ կորուսյալը չէ։ Վերջին խաղը։ Եկան վստահի,
որ ես երեքով ենք մնացել։ 5 գիշեր անցել ամենավերջին գիշերը նոր բացում է։ Այդ տղա 4 գիշեր անցել, սպանեց դել 5 գիշեր։ 5 գիշեր, որտեղից 5 գիշեր անցել չիմացան։ Ավարտվեց Արտաշեսի երազը ֆիլմի առաջին նկարահանումները, բայց դեռևս առջևում ունենք երկրորդ փուլը, այսինքն ռևանշ նկարահանումներ կարելի ասել։ Այս խաղում իրեն պրոֆեսիոնալ ցուցաբերեց Ռաֆը, Ապի Ռաֆը, Միսևին արդեն հանել էին թաղայինը խաղի մեջ, մտան 3 հոգանոց ամենաբարդ փուլ, բայց Ռաֆը կարողացավ համոզել միակ մնացած հաստատ կարմիր խաղացողին, որպեսզի քվեարկի թաղայինին։ Էդ էլ երևի Ռաֆի տաղանն է։ Ես գնամ աստղերին նվիրեմ կամ գողանամ քարտեզ աստղերից ու պատրաստեմ երկրորդ խաղին։ Սպասում ենք չգնաք, բաժանորդագրվեք Monk 3 ալիքին, ստեղծենք զանգակի կոճակը, որ հենց երկրորդ խաղը ցույց ենք ցելենք ձենգա։ Գնամ պատրաստում գամ։ Շարունակվում են Արտաշեսի երազը գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այո, երազները միշտ խաբուսիկ են, երազներում մարդկանց դեմքերը հիմնականում լավ չես հիշում, բայց նենց ակնհայտ փոփոխություն ունենք երազում, որ դժվար է չհիշել։ Եզակի դեպք, երբ որ քիթը մնացել է նույնը, իսկ քթի հետևում գտնվող անձնավորությունը փոփոխվել է։ Կարեն, քանի որ ցավը տանեմ, քանի որ մարդիկ քեզ այդքան էլ լավ չեն ճանաչում ինչքան ես, պատմիր մի 30 վայրկյան քեզանից ներկայացում մարդկանց, հետո կշարունակենք արդեն։ Այո, ես Կարենն եմ Մարտիրոսյան, Մկոյի ընկերն եմ, Մկոյի ընկերն եմ 12 տարի, շատ լավ է երևի կամ չէ, սա երևա, բոլորից մաղթում լավ խաղ, ես ոնց որ տեսնում եք եկել եմ հեռավոր Լապլանջայից։ Հեռավոր Լապլանջայից սահնակս դուրս նա։ Համարս է Լապլանջա։ Այո։ Ես արանքում Մկոյից sense փաստեր կասեմ, որ չմոռանաք նրան։ Իսկ Մկոն բոլոր նկարահանումներին անկերոջ հետ գնում։ Հերթով եք նկարահանում։ Այո։ Երկուսով եք ուզում հայտնի դառնաք։ Դուբլյոն։ Սկսում ենք երկրորդ խաղի նկարահանումները, երկրորդ գեղարվեստական մեր ֆիլմի, Արտաշեսի երազը ֆիլմի երկրորդ նկարահանումները։ Հիմա ես ձեզ կբաժանեմ ծրարները, որտեղ նորից կան նույն կերպարները՝ կարմիր, սև, թիկնապահ եւ թաղային։ Բայց այս անգամ արդեն կլինեն տարբեր մարդիկ, հույս ունեմ։ Եղել են դեպքեր, որ մնացել են նույնը, բայց ծրարները ես միշտ մի ձեռք տվեք։ Ինչի ես ձեռք տալի։ Բաց թող։ Վահագ ջան, ապրես։ Արևը վառում է աչքերը։ Այո։ Նեստը պարզա, որ դու եւ Համլետը թաքցնելու բան ունեք մեզանից։ Վերջ տո, հա։ Ժաննա ջան, ինչպես եք։ Անցած խաղը որ ձեզ չկրակեին, դուք կհաղթեիք խաղը ձեր կարծիքով։ Այո։ Դե այս խաղում տեսնենք աղա կրակումը դուք եք։ Տեսնենք։ Նախկին խաղի թաղային։ 3, 2, 1։ Անոնները գիտեք, ձեր դերերը արդեն գիտեք, զգուշացեք, դռները բացվում են։ Մի մոռացեք շփվել ձեր արջևի տեսախցիկների հետ, քանզի դա է իրականը։ Քանզի մենք հենց ինչքան հետաքրքիր խոսեք, այնքան շատ կերևաք Monk 3-ի եթերում։ Եկա այդի։ Բարոց։ Եկա իմ սիրելի բունիկա։ Սև ու կարմիր կարտեր է պաշնում ես, ավելիքսի շորերը հակել ես, գլումովին գործից անել ես, Monk 3-ում եկել տեղավորվել։ Կենտրոնում երկու քառակուսյանոց տուն ունա։ Ես ես ընթացքում կվարեմ նաև կարճ փաստեր Մկոքի Բաբչյանի մասին հաղորդաշարը։ Ծանոթանանք մեր թիկնապայի հետ, սիրելի թիկնապահ, դուրս արի սիրելի թիկնապահ, դուրս արի տեսնեմ, թե այս անգամ ով է մեր խաղի թիկնապահը։ Բարև ձեզ սիրելի թիկնապահ, հուսով եմ հիշում եք անցած խաղից, որ ձեր առաքելությունն է այս խաղում փրկել կյանքեր, բայց ընդամենը մեկ գիշերով, այսպես ասած թիթեռի կյանք եք նվիրում մեր մասնակիցներին, մեկ խաղացողին իրավունք ունեք փրկել ընդամենը մեկ անգամ ողջ խաղի ընթացքում։ Այդ թվում նաև կարող եք փրկել ձեզ։ Շնորհակալություն, հետ համեցեք ձեր գրիմանոց, հաճելի էր ծանոթությունը ձեզ հետ։
Թաղային, դուրս արի տեսնենք, թե ում կոչումն են բարձրացրել։ Բարև ձեզ սիրելի Թաղային, բարև ձեզ։ Հիշեցնում եմ, որ դուք ունեք էքսկլյուզիվ հնարավորություն ամեն գիշեր իմանալու մասնակիցներից ինչ-որ մեկի գույնը։ Եթե իհարկե դուք մնաք խաղի մեջ, որտեղ ձեզ կարող են կամ գիշերը սպանել, կամ ցերեկը քվեարկել։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, շատ հաճելի է, վերադարձեք ձեր գրիմանոց։ Ասում է, էլ իրանցից մարդ չկա, ապահով է, սև խաղացողներ, դուրս եկեք, սիրելի սևեր, համեցեք սիրելի սևեր, ծանոթացեք միմյանց հետ, գուցե արդեն ծանոթ եք, չգիտեմ։ Ամբողջ խաղի ընթացքում գիշերները դուք տեսնելու եք իրար, եթե խաղի ընթացքում ձեզ չքվեարկեն կամ դուք ասենք չփորձեք ինքնասպանություն գործել։ Այս պահին ոչինչ չեք անում, ուղղակի ծանոթացաք, վերադարձեք ձեր գրիմանոցները, մենք կհանդիպենք հաջորդ գիշերների ընթացքում։ Իսկ ցերեկը ես ձև կտամ, իբր ձեզ չեմ ճանաչում, որպեսզի չվառեմ տեղը։ Իրանց խաղն դրանով է այդտեղ, իրեն է։ Զբաղեցրեք ձեր տեղերը, որովհետև արդեն առավոտ է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բախում ես։ Կասեմ դիմացից կտրենք ով, շունչս բան անում։ Համեցեք, էլի սիրված հին ծանոթ դեմքեր, հավաքվել ենք ռևանշ խաղի։ Ապրես։ Ձեզ մաղթում եմ լավ խաղ, սկսենք քննարկումը, Լալա ջան, ինչպես անցած խաղում, այս խաղում եւս հիմա չի լինելու թեկտածություններ։ Հիմա ուղղակի կխոսենք, հետո հենց սևեր սկսեն սպանել, արդեն կգործենք թեկտածություններով։ Լալա ջան, խզարի։ Այո։ Անցած անգամ ես սկզբում չասեցի ինչ գույնի խաղացող եմ, բայց ասացի, որ իմ սրտով էր եւ կարմիր խաղացող էի։ Այս անգամ եւս կարմիր խաղացող եմ, շատ եմ սիրում սև խաղալ, բայց կարմիր խաղացող եմ, ունենք այնինչ ունենք։ Ու ցանկանում եմ, որ կարմիրները հաղթեն, արդարացնեն իրենց։ Այս անգամ ավելի մարտական եմ տրամադրված, փորձում եմ նախորդ խաղի արդյունքները չհիշել, խաղալ լրիվ նոր խաղ, մեզ մաղթում եմ հաջողություն։ Ուզում եմ, որ թիկնապահը գոնե մեկ անգամ ինձ թվի։ Շնորհակալություն Լալա։ Անկեղծ Գարիկ, կարոտել ենք արդեն։ Կենտրոնում 2 քառակուսի տուն ունեմ։ Բանը 30 վայրկյան ունեք բացատրել։ Ես առաջի խաղից դե արդեն ահագին բան parza կերպարների մասնակիցներից արդեն ինչ որ բաներ կարամ արագ գուշակել հուսամ։ Անցածը պարտվեցինք, բայց այս անգամ ինձ թվում է կհաղթենք։ Մենք կարմիրներով ուժեղ ենք, կարմիր բանակը միշտ հաղթում է, էլի այդպես։ Այո։ Կարմիր բանակ ասելով ինչ նկատի ունեք ձեր գա։ Ուզում եք վերադառնալ անցյալ։ Հին մարդ եմ, էլի, հին բաներ եմ խոսում։ Հասկացա։ Մենակ մկոյեմ։ Շնորհակալություն։ Վահագն, ինչպես ասեց Գարիկն արդեն ձգտում է հաղթանակի, որտեղ հենց իր պատճառով անցած խաղ պարտվեցին կարմիրները։ Վահագն ջան, 30 վայրկյան։ Բարի լույս բոլորին, մաղթում եմ բոլորիս լավ խաղ։ Կարմիր խաղացող եմ, տնական բորշի պես կարմիր խաղացող եմ, մաղթում եմ կարմիրներին հաջողություն, Լալայի խոսքը անցած փուլի հետ ընդհանրապես չէր բռնում, թե էներգետիկ առումով, թե տարբերություն կար, չգիտեմ, այդ տարբերությունը դեպի որտեղ կփորձեմ հասկանամ մյուս եթերաշրջանում։ Ուզում եք երրորդ եթերաշրջան։ Երրորդ, չորրորդ, հասկացա։ Ռաֆով Ես կոյտ հավասար է տնական բորշը համտեսել եմ անցած խաղին, այնպես որ այդքանով իմ համար սենց հանելուկային էր, բայց Իլենան ինչ քարտը բացել է, սենց աչքերը կոնկրետ փախնում է, լարվածություն եմ նկատում քո մոտ, ու այս անգամ իրոք կարմիր խաղացող եմ, կխնդրեմ ուղղակի Սևերին գոնե առաջին գիշեր չհանեք ինձ, որ հնարավորինս ձեզ օգնեմ, Թաղայինն է, թող ինչ ստուգի գիշեր չկորցնեմ։ Շնորհակալություն, Ռաֆ, շնորհակալություն։ Կարեն, դու ինձ լավ կհասկանաս, ինձ թվում է անցած եթերաշրջանից։ Այո։ Միջայլոց հեչ դուրս չի գալիս։ Այո, հուսամ անցած եթերաշրջանում ես մեկ անգամ փոխեցի ինչ-որ մեկին, հիմա ստեղ եմ։ Հուսամ երրորդ եթերաշրջանը ես կվարեմ։ Ես կարմիր խաղացող եմ, մինչև հաղորդ խաղը կդառնամ մյուս եթերաշրջանում։ Բոլորիս մաղթում եմ լավ խաղ։ Այո, Մկոն էլ կապի մեջ ես, Մկ։ Վсё, Մկոն ասում է կարմիր է,
Մենք երկուսով կարմիր ենք։ Միջայլոց ասեմ, կարմիր շատ ենք։ ասեմ, որ Մկոն անցած խաղին իրան քվեարկեցին, բայց ինքը 2 սևին ասեց, նոր գնաց։ Եթե կարող ես այդպեսի նա իր ասածին է, այո։ Եթե սև չես, իհարկե ես չգիտեմ։ Ես ապրես։ Սև չեմ եղել։ Միջայլոց ես ուղղակի չեմ վարում, որտեվ 2 անգամ խաղացել, կարեն պրինցիպը սխալ ես հասկացել։ Ես ունեմ այլ արժանիք։ Ամեն դեպքում կփորձեմ ես։ Այո, ես ունեմ նաև այլ արժանիքներ։ Ժաննա ջան, Մեծ հաջողություն, կարծում եմ Լալան խոսեց այնպես ոնց որ առաջին կրուգում, առաջին շրջանում ներողություն, որևէ ինչ որ տենց կասկածելի բան, չգիտեմ, Վահագ, ինչ նկատեցիր, հակառակ դու ոնց որ դու ասեցիր, չէ՞։ Դու ավելի շատ նույնն էիր, քան օրինակ Լալան, չգիտեմ, ոնց հասկանում եմ, սև չկա այստեղ, որտեղ բոլորը կարմիր բացվեցին արդեն։ Շնորհակալություն։ Վաղը շատ խորի մաստ է ժպտում ամբողջ ընթացքում։ Այդ հավատքնոց այդպես բաներ է։ Համո, դու այստեղ ես։ Այո։ Այո։ Ես այստեղ եմ, նկատեցի որ Վահագը հանեց ակնոցը, որ մը կարմիր խաղացող, հա, էդպես է աշխատում։ Հա, ես էլ պիտի անեի, չէ։ Բայց դու էլ պիտի հանես։ Նկատեցի որ Ռաֆը շատ ուշադիր հետևում է Իլենային։ Այդքանը այտենց նկատեցի որ ինչ որ հուզում եք։ Չէ։ Ռաֆը շատ հետևում է Իլենային։ Ամեն դեպքում ուշադիր եմ ձեզ բոլորին։ Ես կարմիր խաղացող եմ։ Շնորհակալություն, գուցե դա ինչ որ նոր բանի սկիզբ է, ասենք դուետի։ Դուք էլ լավ երգում եք Իլենա։ Չէ։ Չէ։ Ինքն էլ։ Ես ստեղծագործում։ Գներես բավ։ Չէ, դու։ Ես ստեղծագործում եմ։ Իլենա, հետաքրքիր է, ես էլ նկատեցի, որ Լալայի եւ Վահագնի խոսքը նույնն է, բայց նույն զգացողությունն է, որ նախորդում ես կասկածեցի Վագնին, բայց այս անգամ նույնն էր, բայց վստահություն էր ներշնչում, իսկ Լալայինը հակառակը, ոնց որ էլի նույն խոսքներ, բայց մի տեսակ բան, իսկ ինչը վերաբերում է քո ասածին, ես չեմ կարող ամբողջ խաղի ընթացքում սենց նայեմ քո աչքերի մեջ մենակ, հետեւաբար ուրիշներին նայելը դա հայացք փախցնել չի կարծում եմ։ Շնորհակալություն։ Ամեն ինչ բարձեցիք, հասկացաք իրար, Կարենին ճանաչեցիք։ Կարենը ես եմ։ Ազատ բան չկա, ազատ քննարկում, իհարկե։ Հիմա ծանոթացաք, հիմա պետքա քննարկենք, տեսնեմ ինչ եք հասկացել իրարից։ Ազատ քննարկման փուլ։ Խնդրեմ, խոսեք։ Ես կխնդրեմ Թաղայինին առաջինը խնդրում եմ ստուգեք Ժաննային, երկրորդը ստուգեք Լալային։ Հենց այդ դրա մասին եմ ուզում խոսալ, որ հենց սկսեց Վահագը Լալայի վրա բոճկա գլորել, մի անգամ Ժաննան պահեց։ Բայց ինչի պահեց։ Բայց մի վարքան ուրիշ բան է։ Այդ 4-ից բանար է։ Նույն ասեցի, Իլենա Լալա, Վահագն սև կայմ։ Ապրես լավ ես հիշում ամ։ Ոչ, սխալ եմ։ Չէ, վակի ամուր է։ Ժաննա, Իլենա Լալա։ Զուշացեք, դռները բացվում են։ Կարենը դուրս չի գալիս, որտեվ իրոք անցած եթերաշրջանում ես մեկ անգամ փոխարինեցի Ձյադյա Լյովային, Լևոնին Հարությունյան, եւ դրանից հետո ինչ որ հայտնվեցի այստեղ, իհարկե ոչ այս կերպարանքով, ընդհանրապես հայտնվեցի հաղորդավարի կարգավիճակում, ուզում եմ ասել Կարենին, եթե նա հետո կնայես ամեն ինչը, երազես չի ստացվելու։ Իմ արմատները խորն են մոնկում։ Մի գանք։ Լավոչան դուք սեվովա բայց ոնց Ժաննան։ Ժաննային։ Ալի տանեց։ Համոն անցնում մտքովս որ սև եմ, մի տեսակ ես անգամ տարված եմ։ Ինձ թվում է մենք սևերի դմփունը պիտի հանենք։ Այ քեզ բան։ Հասկացա օրինակ։ Այդ ինչ անհիմն մեղադրանքեր ինձ վրա։ Ամենավտանգավոր մարդկանց պետք է ուղղակի հեռացնել խաղադաշտի։ Դմփունը թանեմ։ Վահագը Լալայա բոճկա գլորում, Ժաննան պահում է։ Կարա լինի Ժաննա Լալա։ Թիկնապա, սիրելի թիկնապա։ Դուրս եկեք թիկնապա։ Ժամն է եկել, որ դուք երաշխավորեք ինչ-որ մեկի կյանքը։ Ասեք, թե ում եք ուզում ավելի երկար տեսնել մեր խաղի ընթացքում։ Բաղ ինձ փրկի, ինձ թվում է ինձ շուտ կուզենամ հանեմ, էլի։ Ես մի փոքր իրենցից չեմ։ Գուցե մեկ գիշեր ավել ուզում եք շփվեք իր հետ։ Շնորհակալություն սիրելի թիկնապահը։ Արեց իր գործառույթները, որոշեց, թե որ խաղացողն է մի գիշեր հաստատ մնալու մեզ հետ մեր խաղում։
Մակո, մակ Ժաննային եմ ստուգում, օքեյ ես։ Всё։ Թաղային։ Գնացի։ Թաղային։ Դուրս արի թաղային։ Դուրս արի տեսնեմ այդ ում գույնն է տենց քեզ հետաքրքիր, որ ուզում ես իմանալ, որ չես դիմանում առանց այդ գույնի։ Շատ սևա։ Շնորհակալություն թաղային, շնորհակալություն։ Թաղայինն էլ կատարեց իր ընտրությունը, թաղային արդեն գիտի գույն, սև գույնը։ Կարենը լավ է խաղում, աստում ավրես։ Սև խաղացողներ, սևեր, համեցեք սևեր, բահն է եկել, որ դուք վերացնեք ինչ-որ մի խաղացողի։ Հիշեք, որ մենք ունենք ձեզ համար թակարդ, թիկնապահը ինչ-որ մեկին պաշտպանել է, բայց արդյոք այդ պաշտպանվածը հենց ձեր զոհն է չգիտենք։ Սա կապնից կրակել։ Ընտրեք զոհի սեղմեք կոճակը։ Շնորհակալություն սև խաղացողներին, համեցեք հետ ձեր փոքրիկ գրիմանոցներ, շնորհ փոքրիկ չի, բավական այսօրվա գներով նորմալ գրիմանոցներ է։ Համեցեք, այնստի։ Գիտեի ոնից պետք է հանեմ։ Զոհը պետք է գրի կտակ, խնդրում ենք պարտադրել ումից եւ ում է ուղված կտակը եւ ընդամենը մեկ նախադասությամբ ասեք թե ինչ մտքեր ունեք։ Ոնց որ պրծանք, սակա։ Relax։ Всё, շնորհակալություն։ Ես անպայման կփոխանցեմ։ Գրիչը վերցրու քեզ հետ, արի հեսա քեզ դեք դիմավորեմ։ Համեցի շատ ուրախ ենք քեզ հետ խաղալու համար։ Ցավոք այսօր էլ չենք հանդիպի, որովհետև սա երկրորդ խաղն էր, դու զրկվեցիր երկրորդ խաղը խաղալու հնարավորությունից։ Ահա։ Համ, քեզ կտակ կա։ Բարձր կարդ այդ կոպրոյի մոտ, որ մարդիկ իմանան ինչ է գրած։ Լալան եւ շանլան կասկածելի է։ Իհարկե Ժաննան կասկածել է։ Իսկ այդ կտակի պարունակությունը իմանալու համար անպայման բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, գրեք մեկնաբանություններ եւ հետեւեք մեր բոլոր պրոյեկտներին, այսպես ասված։ Ահա։ Բոլոր իրենց գործը արեցին, զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք։ Համեցեք, նստեք։ Մեկի բգինչ հոգել էր, էլի։ Ռաֆից մնաց միֆն։ Միֆն վերցրեց տարավ իր հետ, մնաց միֆն։ Դեպի ով ուրախացավ։ Արդեն ունեք զոհ, արդեն ամեն ինչ լուրջ է, քաղաքում կա սպանություն։ Գարիկ ջան, 30 վայրկյան ունեք, արդեն տեխնոլոգիաները ակտիվացված են, կարող եք դնել տեխնոլոգիաներ, քննարկենք 30 վայրկյան։ Ես կասկածում եմ Սևերի, Կարենին ու Ժաննային։ Որտեվ Ժաննան տենց առաջի խաղին մի քիչ ուրիշ ձև էր խաղում, հիմա մի քիչ ուրիշ ձև է, չնայած դերասանուհի է կարա ամեն ինչ էլ լինի։ Բայց ես իմ տեխնացիոնը իստվա կդնեմ Ժաննային։ Ընդունված է Ժաննայի տեխնոլոգիանը, վերջ։ Առայժմ հա, մնացած կլսեմ, հասկանանք ինչ ալ։ Վահագն ջան, 30 վայրկյան ունեք։ Ժաննայի տեխնոլոգիանը կա, համեմիտ եմ Ժաննայի տեխնոլոգիան հետ, քվեարկեմ դեմ Ժաննային, որ խաղը լքի, իմ կարծիքով սև խաղացող է, որովհետև շատ ժպիտով դուրս եկավ Ռաֆի կորուստի։ Կարող ավակի չի սիրում Ռաֆի։ Ամեն դեպքում։ Ինձ այդ կասկածի տեղիք է տալի, երկրորդ Լալային եմ կասկածում այն արտահայտության համար, որ թող թիկնապահը ինձ պահի գոնե մի քիչ, չգիտեմ, ասենք շնորհակալություն։ Այս պահին դուք պաշտպանում եք Ժաննայի տեխնոլոգիան, հասկացա։ Կարեն։ Ես այս միտքը շարունակեմ, ես քվեարկելու եմ Ժաննայի դեմ։ Նախորդ անգամ ես տենց շատ խաղի մասին բան չասեցի, բայց դուք խաղացել եք իրար ավելի լավ եք ճանաչում, մի անգամ խաղացել եք։ Չեմ կարասեմ նախորդի համեմատ, բայց Վահագի ասածը սխալ շարունակեց Ժաննան։ Վահագին վստահում եմ, իսկ Ժաննան շատ սևական խոսած, երբ որ ու սևականը սխալ չհասկանաք, էլի։ Այո, սև։ Շատ Օբամա խոսած։ Այո։ Լալային պաշտպանեց ինձ թվում, հա։ Ես քվեարկեմ Ժաննայի դեմ, միակ մարդն էր, որ տենց ինչ որ մեկին փորձեց պաշտպանի։ Այսինքն Ժաննայի տեխնոլոգիան։ Այո։
Ժաննա ջան, 3 տղամարդ արդեն դուրս են եկել ձեր դեմ։ Վառել խարույկի վրա։ Կամ կարող ենք կանչել դուրսը տեսնել, կամ կարող ենք պաշտպանել այլ տեխնոլոգիաներ։ Չէ, պաշտպանելու բան չունեմ, իրականում, որովհետև նույն բանը խոսեցին, ոնց որ Վահագը, այնպես էլ Լալան, ոչ մի տարբերություն չեմ տեսել ուղղակի։ Ինչ է կենտրոնացել վրաս, չգիտեմ։ Այս սրանից Հա, բայց կարմիր խաղացողներին ուղղակի կասեմ, դեռ թողեք մնամ։ Դեռ թողեք մնամ։ Հետո պլաններն եք գնալու։ Դեռ շատ եք շեշտի, դեռ։ Դե որովհետև ամեն դեպքում հնարավոր է մինչև վերջ չմնամ, բայց հիմա պետք է տեխնացություն ունեք։ Դերևս միայն ձեր տեխնացությունն է, եթե դա լինի միակը, դուք ավտոմատ դեռ կգեք։ Հա, իրականում ունեմ Վահագին այս դեպքում, որովհետև եթե ինքը տենց ոգևորվածություն։ Շնորհակալություն։ Համո։ Այ, կտակը ինձ հասավ։ Yeah. Բա Ռաֆա ասեց։ Չենք խանգարում 30 վայրկյան ասեց ստուգենք Ժաննային եւ Լալային։ Դե քանի որ կա Ժաննայի տեխնացությունը, ու մեծամասնությունը քվեարկելու են Ժաննայի դեմ, ես կդնեմ տեխնացությունը Լալային։ Ընդունված է Լալայի տեխնացությունը, որ խոսես, տենանք ինչ ես ասում։ Շնորհակալություն, այս պայն 3 տեխնացություն ունենք. Ժաննա, Վահագն եւ Լալա։ Իլենա ջան, օրիգինալություն ձեզանից սպասում ենք։ Ես նոր իմ խցիկում ասում էի, որ Ժաննայի խաղը տարբերվում էր առաջինից, բայց իրա խոսելուց հետո մի փոքր կասկածներս մի քիչ քչացան, դրա համար դեռևս երևի կքվեարկեմ Լալայի օգտին։ Դեռևս պաշտպանում եք Լալայի տեխնացությունը։ Ահա։ Այսքանը։ Լալա։ Լալա։ Չգիտեմ ինչի են կենտրոնացել նրա վրա, որ Ժաննան ինձ պաշտպանել է, ուղղակի ինձ թվում է սոլիդարնիստիա կանացի կամ չգիտեմ, բայց այսպես ասեմ, կարծում եմ Վահագը սեֆ չի, որովհետև այս անգամ ինքը շատ հանգիստ է նստած, կամ ինքը շերիֆն է, կամ թիկնապահն է, կամ չգիտեմ, բայց կարմիր է շատ։ Կասկածում եմ մի քիչ Համոյի կողմը, որովհետև այս անգամ մի քիչ կասկածելի է իր հայացքի մեջ, ինչ որ կասկած եմ զգում։ Վերջի ստեղծագործությունները Մի քիչ կասկածում եմ Իլենային։ Ահա, այդտեղավ արդեն 3։ Հա։ Իջեցնեմ մեզ մոտ Կարենը չէ, ինձ ուզում է սևություն ցույց տա, բայց այդքան սևի էներգիա չեմ զգում, ճիշտն ասած։ Շնորհակալություն, տեխնացություն։ Գնում եմ, կարող եմ 2 տեխնացություն։ Ոչ։ Իլենայի տեխնացություն։ Իլենայի տեխնացությունը ընդունված է։ Այս պայն 3 տեխնացություն, Ժաննա, Վահագն, ներողություն, 4։ Ժաննա, Վահագն, Լալա եւ Իլենա 4 տեխնացություն ունենք այս պահի դրությամբ։ Ազատ քննարկում, խոսեք, գուցե ուրիշ տեխնացություններ առաջանան։ Եթե հետաքրքիր է ասեմ, երբ Լալան ձեռքը դեպի ինձ ուղեց, այսինքն դողացնում էր, չգիտեմ, հնարավոր է դա Լարվածը ինչ կարմիր խաղացող լարված երբեք չեմ խաղում։ Չէ, ես անցածին էլ էի լարված, բայց կարմիր է։ Ռեալ կասկածում եմ 3 հոգու վրա Ժաննա, Համո Եվ Լալա, այս հիմնական բաները խոսեց հիմա խառնվել են։ Հիմնականում Ժաննան ու Լալան, խնդրում եմ, եթե շերիֆ ես կարող եմ մի բան խնդրել քեզ, բացատրիր, մենակ եմ որ Խաղային, մեզ մոտ շերիֆ չունենք, խաղային ունենք։ Լոգիկա չկա նրա մեջ, որ Ես մի բան կարող եմ ասել, առաջին խաղը խաղացինք, մենք իրար չէինք ճանաչում։ Երկրորդ խաղը արդեն ավելի մարդը հանգիստ է ու ազատ է։ Խաղն է, հա, բանը, որ մենք պետք է իրար ճանաչենք։ Ես քեզ ընդհանրեն ասում եմ խաղի ընթացքում բացատրիր, ինչպես ինձ կասկած։ Այդ տեխնացություններ կա, թե միմյանց եկել կասկած։ Ռեալ սևական խաղ ես խաղում, ասեմ։ Ինչո՞վ։ Ես պարզ ասեցի, դու խոսում ես այնպես ոնց որ առաջինու։ Ներողություն։ Նաև Լալային ասեցի, խոսում է այնպես ոնց որ ես Լալային ասեցի, որ ինքը նույն տեմպո ռիթմով ու նույն բանով չի սկսխաղում խաղը ոնց որ սկսել։ Հաջորդ քեստոմեր էշտա երկու կնոջ դեմ բադուրս գալը։ Տեսանի մայ ուսովիչ է։ Առաջին դեպքում, երբ որ Երակնի բզկտում են Վահագին։ Հստակ կարողանում են խոսել։ Ոնց հասկացա չկան այլ տեխնացություններ։ Այս եթերաշրջանից դուրս կգաս։ Եւ հաջորդ եթերաշրջանը պետք է այս քվեարկություն ունենք 4 տեխնացություն։ Ժաննային եկեք։ Ժաննա, Վահագն, Լալա եւ Իլենա։ Ժաննա, Վահագն, Լալա եւ Իլենա։ Ով է կողմ, որ խաղը լքի Ժաննան։ Շնորհակալություն 4 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի Վահագնը։ Շնորհակալություն 1 հպարտ ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի Լալան։ Շնորհակալություն 2 ձայն։ Եվ հետաբար 1 չքվեարկված ձայնը անցնում է, դուք քվեարկել եք, չէ՞, արդեն Լալան։ Այո։ 1 քվեարկված ձայնը անցնում է Իլենային, Լալայի չքվեարկված ձայնը անցնում է Իլենային։
Ժաննա ջան, մեծամասնությունը ձեզ չհավատաց։ 30 վայրկյան ունեք ձեզ խաղից։ Ես ուղղակի կասեմ, որ ուշադիր եղեք Վահագին, իհարկե այնպես չի, որ միշտ հնարավոր է կրկնվեն քարտերը, բայց հնարավոր է նման բան, այնպես որ կարմիրներ խնդրում եմ ուղղակի ուշադիր լինել Վահագին։ Ուրիշ ոչ մի բան չունեմ ասել։ Շնորհակալություն։ Եկեք ձեզ ճանապարհենք, Ժաննա ջան, շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար։ Համեցեք, ձեզ ճանապարհենք։ Չի նեղացել, դե կատակա։ Չեմ նեղացել։ Չի նեղացել, կատակա։ Կհանդիպենք դեռ։ Ժաննային էլ քվեարկեցիք, հանեցիք։ Ինչ անենք, Ժանեի։ Ես բան չեմ ասում, դուրս կգաք ինքը ձեզ դուրսը կասի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ժաննային էլ հանեցին, որովհետև չվստահեցին, որովհետև հավատ չներշնչեց, իսկ հավատ չներշնչեց, որովհետև երևի լավ չէր խոսում։ Ամենայն դեպս Կարենը շահեց, Կարենը գիտեր, որ Ժաննան ասել է եւ 4-րդ որոշիչ ձայնով հանեց Ժաննային, ապրես Կարեն։ Հիմա կհասկացում եմ, որ կարող է ինձ գիշերը սպանել։ Վաճառում երկու քառակուսինոց բնակարան կենտրոնում։ Կահավորված, աթոռով, վերանորոգված, չունի սանհանգույց։ Անդրվի։ Ժաննա ջան, ինձ խիմենակ թողի։ Դուրս գալուց ոչ շերիֆ բացվեց, ոչ թիկնապահ բացվեց, այսինքն ես 100% համոզվածություն ունեմ, որ Ժաննան դուրս է եկել որպես ծև խաղացող։ Վստահում եմ Վահագնին, ես չգիտեմ։ Ես շատ կներվեմ, որ իրականում տենց սխալվեմ։ Ժաննան ինձ պաշտպանում էր, մտքովս մեկ բան անցավ, գուցե դեռ շատ սևական խաղեր ու փորձում էր ինձ պաշտպանել, որպեսզի ես հավատամ, որ ինքը կարմիր է։ Սևական պաշտպանությունը չաշխատեց ինձ թվում է Ժաննայի, Ժաննա ջան ալիվի դեռ չի։ Պետք է հաղթել այս խաղը։ Հենց չեմ եկել։ Մակոյական կանչի։ Թիկտապա։ Դուրս ալի թիկտապա։ Ժամանակն է եկել, որ դու եւս մեկ, բայց այս անգամ արդեն այլ մարդու կյանք փրկես, որովհետեւ այն մարդուն ում փրկել ես, էլ հնարավորություն չկա փրկելու։ Ասեք սիրելի թիկտապա, այդ թվում նաեւ ձեզ, եթե անցած անգամ ձեզ չեք փրկել, հնարավորություն եք փրկելու։ Ում եք ցանկանում փրկել։ Շնորհակալություն ձեր որոշման համար, սիրելի թիկտապա։ Թիկտապա կատարեց իր գործառույթը, հետեւաբար մենք կարող ենք տեսնել, թե ով է մեր խաղի թաղայինը։ Ճիշտ մենք տեսել ենք ով է մեր խաղայի թաղային։ Թաղային։ Արի թաղային, արի տեսնենք ում գույնն ես ուզում իմանալ այս անգամ։ Ինչ որ հետաքրքիր բաներ ես մտածել։ Շնորհակալություն թաղայինին, շնորհակալություն։ Թաղայինը արեց ստուգում եւ ինչ որ գույն իմացավ, որը նրան երևի կօգնի խաղի ընթացքում։ Սևեր կամ սև, չգիտեմ, ամենայն դեպս սև թիմ, դուրս եկեք ձեր գրիմանոցից, ժամանակն է եկել, որ դուք կատարեք ձեր առաջադրված առաջադրանքը։ Ասեք, թե ում եք ուզում սպանել, մոտեցեք եւ ինքնուրույն ձեր ձեռքով մի փորձեք մխտրել իմ ձեռքերը, ինձ մի ցույց տվեք ոչ մի գրիմանոց, սեղմեք կոճակը, բաժանորդագրվեք մոնք 3 YouTube ալիքին, 1, 2, 3, 4, 5, 6, 7, Այո, 8, 9, 10, շնորհակալություն մեր սև թիմին, ինձ խփացին, այդ այլ ինչ անես։ Վահագն էլ գնաց, Վահագ ջան արի, վերցեք կտակը դրիշնել։ Տեսա, հա բայց ում տամ եսը։ Խնդրեմ մեր զոհին վերևում անպայման նշել, թե ում կողմից եւ ում է ուղղված կտակը եւ ընդամենը մեկ նախադասությամբ շարադրել ձեր միտքը։ Սպանել են ու ես չեմ։ Thank you. Բայց ես ինձ էլի չեմ տենում այս պուճուր կամերայի մեջ ու ինձ այդ անհանգստացնում այդ ֆաստը։ Շնորհակալություն։ Այդ գրիչը վերցրեք, եկեք ձեզ ճանապարհեմ, համեցեք։
Ուրեմն շատ ուրախ ենք ձեզ հետ խաղալ։ Thank you։ Գրանք հաստիատիրոջ մոտ։ Գարիկ ջան, ընթերցեք ձեր հաստիագրված կտակը։ Վահագից Գարիկին։ Լալա, լալալալա։ Լալա սևա։ Գնանք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Վահագնը գնաց, հա, Վահագնը։ Այո, ընդ գրիմյորկեն ծուխ ելաներ։ Գույնը կելաներ ես դեպքում էլի։ Այո, Վահագնն այլևս մեզ հետ չի, Վահագին կրակեցին, մնացինք քչով։ Իմիջայլոց, եթե այնպես ստացվի, ես չգիտեմ իրականում, բայց զգուշացնում եմ, որ խաղից ոչ մի սև դուրս եկած չլինի, այդ դեպքում հիմա դուք կրիտիկական փուլում եք, որովհետև եթե հավասարվի քանակը սևերի եւ կարմիրների, խաղը կհաղթեն սևերը, բայց կարող է եւ մի բան ուրիշ ձև եղել։ Կարեն 30 վայրկյան։ Այո։ Նոր մտածում եմ եւ խցիկում ասում եմ, եթե Վահագնին են խփել այս գիշեր։ Մի քիչ սկսեցի կասկածել Համոյին։ Ահա։ Մի քիչ սկսեցի վստահել Լալային։ Ու ես տեխնատությունը կդնեմ Համոյի։ Անթոված է։ Այն չեմ ուզում կախվեմ այն բանից, այն ակնոցի պահից, բայց ինձ թվում է այդտեղ մի հատ ճշմարտություն կար։ Վահագնը փոխեց իր գույնը եւ ակնոցը հանեց, իսկ Համոն ժամանակ կար։ Բայց կլսեմ կարող է որոշումս փոխել։ Լսեք, Համո ինչու դուք չանեցիք ձեր ակնոցը։ Գուցե դուք էլ դրանով վստահություն շահեք։ Այո։ Խնդրեմ։ Всё։ 30 վայրկյան։ Շատ վատ են խամ։ Всё, կարմիր։ 30 վայրկյան։ Հա, ոչ, մի անգամից հասկանում։ Ես կարմիր խաղացողեմ, հուսամ մեր ոնց երկու թաղայինը ստուգել ալալային հիմա ամեն դեպքում թաղայինը ինձ թվում է խաղի մեջ է ու ստուգած կլինի ես դեռևս չեմ հասկանում ում հետ կարամ հստակ խաղամ բայց հավատում եմ Համո այս բան միայն ձեր տեխնատությունն է դուք ունեք դե պաշտպանողական ավտոմատ պիտի տեխնատություն դնեմ քանի որ ազատ քննարկման ժամանակ էլ կարող եք դնել Գարիկ ջան Գարիկի տեխնատությունը ընդունված է Իլենա ջան ձեր 30 վայրկյանը Ի տարբերություն անցած խաղից, այդտեղ մի քիչ շատ այրալված է պատկերը, բայց ես այն որ Ինչ ա եղել? Այլայլվել։ Ես շատ վստահում էի Վահագնին ու ինքը դուրս եկավ կարմիր, բայց կա նաև մի տարբերակ, որ կարող է սևը ինքն իրան է դուրս հանել։ Ամեն ինչ հնարավոր է, սա մաֆիադորն է։ Այո, չգիտեմ, անկեղծ ուրիշ տարբերակ չունեմ այս պահի դրությամբ, այդ ակնոցի պահը իրոք միանում եմ։ Մտածում եմ, որ տենց է։ Շնորհակալություն։ Ունեք տեխնատություն այս պահին։ Չէ, երևի կքվեարկեմ։ Okay։ Այս պահին ունենք երկու տեխնատություն, Համոյի եւ Գարիկի տեխնատություններ ունենք։ Լալա։ Այո։ Սենց ասեմ, կարծում եմ, որ Ժաննան դուրս է եկել սև, ես չէի ասում, որ ինքը սև է, որովհետև եթե ես իրան միանգամից թիրախավորեի, ինքը ինձ միանգամից հանելու էր, այս անգամ ես մի քիչ ուրիշ տակտիկական խաղ ուզեցի անեմ։ Շարունակում եմ մտածել, որ Համոն սև է, բայց այս անգամ շատ սևական էլ խաղում է ու հասկանում եմ ինքը սև ավելի լավ է խաղում, քան կարմիր։ Ես դնում եմ բնականաբար Համոյի տեխնատությունը, Գալիկի, հա, պաշտպանում եմ, Գալիկի տեխնատության իմաստը չհասկացա։ Դե Գալիկի տեխնատությունը դրեց Համոն։ Մեխանիկորեն դրեցի։ Գալիկ ջան, մեխանիկորեն պատասխանում եք։ Շերիֆը մեր մեջ է, հա թաղայինը մեր մեջ է։ Այդ ոչ մեկ չգիտի։ Չգիտեք։ Թաղային եթե դու այստեղ ես 3 անգամ հարցրեցի։ Ես ինձ թվում է բեմը պտտվի։ Պետքա Լալայի տեխնատություն եմ դնում, որովհետև Լալայի Ըստոված է Լալայի տեխնատությունը։ Հա, էլի, հա։ Լալա ջան, սա դիալոգ չէ։ Դու ինձ թվում է ասել ես։ Այո։ Շնորհակալություն։ Ազատ քննարկում, այ հիմա ինչքան ասում ասա չէ։ Ազատ քննարկում։ Բայց թաղայինի դուրս է եկել, որովհետև նախորդ խաղից ելնելով կբացվեր։ Այս անգամ ամեն լավ եմ խաղում։ Այդ շատ վատ է, որ դուրս է եկել։ Գոնե մի բան։ Ինք բարեկամ, ինչ Բայց մտքով անցա, որ կարող է Կարենը թաղայինը, բայց մի հատ բան ես կուզեմ խնդրեմ Իլենային եւ Գարիկին մի փոքր ավելի աշխույժ խաղան։ Հիմա մի քիչ sense տայնի։ Հիմա ես ավելի շատ լսում եմ ու ուզում եմ տայնի եք խաղում, նորը կասկածելի է դառնում։ Խաղում իրար։ Հիմա տեխնատություններ ավելացնում են։ Իլենան ավելի կասկածելի է։ Իլենան հիմա ավելի пассив է խոսում, բայց անցած անգամ ավելի կասկածելի է։ Երևի հոգնեց։ Չէ։ Հաջողվեց։ Հիշեցնում եմ, ունենք 3 տեխնատություն՝ Համլետ, Գարիկ եւ Լալա։ Որ չբռնվեմ ակնոցը։ Քեզ չբրկեց ակնոցը։ Բայց թեկուզ թաղային է։ Ինձ թողել են կտակ։ Ես
Այո։ ՈՒԽ եւ ՈՖ ասացին որ քեզ ստուգենք։ Ոնց կտակում ասում են այդ հաստատ Վահագնն է։ Չես կարող ասել։ Քննարկումն ավարտված է, ասում են քվեարկության 3 տեխնացու ունենք՝ Համո, Գարիկ եւ Լալա։ Ում ենք քվեարկում։ Քվեարկում ենք հստակ եւ արագ։ Ով է կողմ, որ խաղը լքի Համոն։ Շնորհակալություն, 3 հստակ ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի Գարիկը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Ավտոմատ 2 ձայն ներողություն, ասում է ձեզ Լալա ջան, բայց Համոն ձեզ կրեց 3 ձայնով։ Համո քեզ չհավատացին, Համո։ Արա Համոն չասեց խաղա։ Դե հիմա ինչ անեմ։ Դե գնացեք ու կրվեք։ Արի, Համո ջան, արի քեզ ճանապարհեմ, արի։ Համեցի, Համո ջան, համեցի։ Ուզում ես վերջի անգամ կարաս ակնոց տանես աչքերը տեսնեն։ Այս աչքերի նայեք որ անել եք նոր։ Խնդրեմ Համեցի։ Ափսոս, Համոս գնաց։ Որտացավ խաղը։ Անեցիք 2 հոգով։ Ինչ եք կարծում։ Ես կարծում եմ հաղթեցին կարմիրները։ Զգուշացեք, կարմիրները ուժեղ են։ Շնորհավորում եմ կարմիր ծմի խաղի սևերներին Ժաննան եւ Համոն, բրավո ախտանակի կապակցությամբ։ Խաղայինը իմիջ ժայլոց այս տղամարդ։ Այո։ Չէի շատ ամոքեր։ Բայց իրավունք չունես։ Բայց չէի կարող ասեի եթե։ Ինչի՞ չէի կարող ասել։ Տրախովկայի։ Ուրախ ես, լարմայ։ Այո։ Մկոյի գնալը շատ լավ է։ Այո, եթե վերևից տեսնեն ինձ թող բեմի իջի։ Արի միասին։ Արի իրենք միտինգ անելով գնանք։ Առանց Մկո, վաղ, գաղա դուրս։ Շատ լավ է։ Ապրեք, ճանապարհում ենք, չգիտեմ ինչի կարելի, բայց դուք մնում եք եկեք բոլորիդ ճանապարհում եք։ Ապրեք լավ խաղի համար, Գարիկ ջան։ Հենց մարդ չլինի ձեզ էլի կկանչենք։ Ապրեք խաղի համար, ապրեք։ Հենց հասկանաք չեք կարողանում հաղթել ինձ կանչեք։ Եթե դու հույս ունես որ դու ինչ-որ մի օր վարելու ես այս հաղորդումը, չէ։ Փորձում եմ հիմա։ Չէ, գնա։ Դու գնա այնտեղ լիքը վարելու բան կա։ Գնա։ Այո։ Մարտական ոչ ոքի մեկ անգամ հաղթեցին սևերը, մեկ անգամ հաղթեցին կարմիրները, բայց ինձ թվում է որ կարմիրների խաղը ավելի ուժեղ էր։ Ես չգիտեի որ Կարելի դեմքին մի 3 հատ գիծ է սկսում, տենց ուժեղ է սկսում խաղալ, բայց զարմացրեց իրոք թաղայինի իդեալական խաղ խաղաց։ Շնորհավորում եմ թե սևերին, թե կարմիրներին, ափսոս որ Մկոն երկրորդ անգամ չտեսավ իր նախորդ թմի հաղթանակը, բայց դե հիմա կարող է Մկոն լինել ու պարտվել։ Ձեզ ասում եմ ցտեսություն, կհանդիպենք էլի Monk 3-ի եթերում, դուք անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, գրեք մեկնաբանություններ, մնացած բոլոր հարթակներում հետևեք մեզ, որովհետև ձեզ սպասում են չտեսնված, չասված եւ չլսված լիքը լավ թույն լավ հաղորդումներ։ Սիրում ենք ձեզ, կտեսնվենք հաջորդ շաբաթ։